Ունիսի 7-ի ընտրություններին դուք չեք հաղթում, հետևաբար այդ գործարանը չի լինում կոմպլեքս ներդրումը հասնում է 4 միլիարդ դոլարի։ Մի հատ հասկանանք ուր ենք հասել։ Ձեր նախորդ հյուրը սխալ պնդում արել։ Անդադ լսում եք խոսակցություններ ատոմակայանը փակելու մասին։ Եղել է որոշում, որ Հայաստանը պիտի չունենա ռազմարտությունաբերություն։ Մի հրավիրեք լրագրողներին, որ ծանոթանան մեր գաղտնի տեխնիկայի հետ։ Դե հարցը փողը չի, փող շատեր ունեն։ Պառնացին $600 գազով։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասն է, շնորհակալություն, որ մեզ դիտում եք YouTube-ում, կարող եք լսել բոլոր պոդկասթային հարթակներում, հատկապես եթե խցանման մեջ եք այդ բան գտնվում։ Այսօր մեր հյուրն է բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այո։ Այսօր կարող ենք ավելի շատով լինել, որովհետև այսօրվա զրույցը մի փոքր կապված է մեր նախորդ լուրջ կասթի հետ, մեր հյուրն է Նարեկ Կարապետյանը եւ որոշ հնչեցված կարծիքների հետ, կարծես թե համաձայն չեք ու ուզենաք ձեր տեսանկյունը ներկայացնել։ Կոնկրետ ինչի հետ համաձայն չեք, որտեղ եք տեսնում ինչ-որ անհամաձայնություն։ Լավ, շնորհակալություն։ Նախ համաձայն չեմ նախարարության անվանման հետ։ Սխալ ասած։ Նարեկը։ Ո՞ր մասը։ Ինչ ասեցիր։ Բարձր տեխնոլոգիաների վարչություն։ Դե չէ, էլի։ Լավ, ինչ է։ Բարձրագույն Բարձր տեխնոլոգիական բառը պետք է լինի։ արդյունաբերության, այսինքն արդյունաբերության միայն բարձր տեխնոլոգիական մասն է մեր նախարարության մանդատի ներքո, բայց լավ։ Դրա համար ԿԳՄՍ-ից մարդ չեն կանչում, որտեղ դա հաստատ չեն կարող։ Ճիշտ ասենք։ Լավ։ Okay, ներողություն։ Դե երևի հերթով գնանք, հա։ Հա։ Մենք սկսենք ես պիտի ասեմ, որ իմ խոսքում առաջարկել էի, որ ընդհանրապես, եթե բանավեճը տեղի ունենա, մենք խոսենք մի քանի թեմաներով, ոչ միայն տվյալային կենտրոնի Firebird-ի ծրագրից, կարծում էի, որ լավ առիթ կլիներ, բայց այսօր էլ կարող ենք խոսել, օրինակ, տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկվող լուծումները եւ մեր տեսանկյունից այդ լուծումները, ռազմարտությունաբերություն, տեխնոլոգիական ոլորտ եւ այսպես շարունակ։ Եթե սկսենք Firebird-ից, որը հիմնական trigger-ն է, որ նաև ես այսօր այստեղ եմ, կարծում եմ դուք չէիք նախատեսում ինձ հրավիրել այլ պարագայում հիմա գոնե թե խոսակցությունը գնում որին իդեպ Նարեկը բուրըն շատ էմոցիոնալ արձագանքում էր, այսինքն ըստ էության նաև համաձայնում էր մի քանի գնահատականների եւ որակումների հետ, ասեմ կարծիք հնչեց, որ դա փաստորեն օդ ծրագիր է, այն իմաստով կամ այն համատեքստում, որ փաստորեն հայտարարվել է, որ օտարերկրյա ուղիղ ներդրումային ծրագիր է եւ խաբել են ժողովրդին, ասել են, որ հայկական տեղական բանկերն են ֆինանսավորում, մինչդեռ ի սկզբանե այլ բաներ հայտարարվել։ Ես, որովհետեւ պարտավոր էի դա անել, լուրջ եմ վերաբերվել այդ հայտարարությանը ու սկսեցի ստուգել արդյոք ով է եղել այն մարդը, որ նախ հայտարարել է, որ օտարերկրյա ուղիղ ներդրում է լինելու ամբողջ ծրագիրը։ Ինձ հետաքրքրել էր, որովհետև զարմացա, բայց հավատացի, ասացի, հաստատ ինչ որ մեկը գոնե պաշտոնյաներից հայտարարած կլինի չգտա նման բան։ Առանձին մտքովս այն պաշտոնյաները, որ պոտենցիալ անցնում էին, որ կարող է խոսեին Firebird-ի մասին, իբրև ներդրումային ծրագիր, խոսեցի բոլորի հետ, ասացին, որ նման ձևակերպում չի եղել։ Ուրեմն առաջին հրապարակային ձևակերպումը կամ հայտարարությունը եղել է 2025 թվականին, երբ որ Փարիզում Nvidia-ի CEO Jensen Huang-ը հայտարարեց, որ Firebird-ի հետ համատեղ իրենք եւ Հայաստանի կառավարության հետ համատեղ իրենք Հայաստանում AI գործարան են կառուցում։ Իդեպ այդ ձեր զրույցի ժամանակ AI գործարանի հետ կապված եւ ձեր հյուրը եւ Նարեկը առանձնահատուկ քմծիծաղով էին մտնում ինչքան ուշադիր եք ուրույն զգացողություններ էի ապրում, երբ տեսնում էի, որ հիմնականում trolling-ի է ենթարկվում Jensen Huang-ը, բայց դա թողնեմ արդեն ձեր եւ Jensen-ի հարաբերություններին։ Հույս ունեմ, որ Jensen-ը կհրավիրվի ու կգա, բայց կա նման ձևակերպում։ Բայց կարևոր է, որ օրինակ մենք էլ, քանի որ գիտենք, որ ինչ որ կոնկրետ որևէ բան չի արտադրվելու, հիմա կխոսենք գործարանի հիմնական գործառույթների մասին կամ տվյալային կերպում, դա փոխաբերական իմաստով է ասում Jensen Huang-ը եւ կարծում եմ բոլոր նրանք, ովքեր գիտեն, թե
ինչ նկատի ունի Jensen Huang-ը եւ իրենք էլ են կրկնում։ Օրինակ ես կարող եմ փակագից անենք ու բացատրենք ինչ է Firebird-ը, տես կարճ որ մարդիկ over context-ում ու ինչ կապ ունի Nvidia-ի հետ, հա, այսինքն Nvidia-ի դուստերն է թե ոնց։ Nvidia-ն արտադրում է այս պահին գոյություն ունեցող ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով գրաֆիկական պրոցեսորները։ Դրանք տարբեր երկրներում կարող են արտադրվել, օրինակ Թայվանում, արտադրվում են Թայվանում եւ կան այլ ընկերություններ, օրինակ Dell Technologies-ը, որը Nvidia-ից բացի մյուս պարտներն է, ուրեմն Firebird-ի, որը արդեն սերվերային տեսք է տալիս, սերվերային սարքավորումների մեջ է դնում, որը պայմանական անվանվում է սուպեր կամ գերհամակարգիչ։ Այսինքն առանց օրինակ Dell-ի տվյալային կենտրոնը Firebird-ը չէր կարող կառուցել։ Դրանք իրար հետ կապակցված եւ իրար փոխլրացնող բիզնեսներ են։ Եվ այդ սերվերային, ուրեմն սարքավորումները տեղափոխվում են տվյալային կենտրոն, տվյալ դեպքում Հրազդան, պիտի կառուցվի գործարանը Հրազդանում, տեղադրվում են անհավանական, աննկարագրելի մեծածավալ էլեկտրաէներգիայի հզորություն պիտի ապահովի, որովհետեւ դա աշխատում է հոսանքով եւ դրա արդյունքում հաշվողական ռեսուրսներ են արտադրվում կամ պայմանական ասում են intelligence։ Ամպային ծառայությունը, այսինքն ինտերնետի միջոցով այդ համակարգչի կողմից արտադրված ռեսուրսը կարող է գնալ ցանկացած մեկի տուն մտնել համակարգչով, մենք դա օգտագործենք տարբեր նպատակներով։ Ես գուցե շատ գրագետ չլինի, եթե ասեմ ոնց է օրինակ ինտերնետը գալիս հասնում, դրանք բնականաբար տարբեր ֆունկցիաներ են կատարում, բայց ինտերնետի միջոցով մեզ հասանելի է դառնում մի այնպիսի գեր ուրեմն զարգացած հզոր համակարգչի ուրեմն կարողություններ, որը մեզնից յուրաքանչյուրի տանը դրվել չէր կարող օբյեկտիվորեն, այսինքն ստեղծվում է մի տվյալային կենտրոն, data center, որը այսպես վարձակալությամբ կամ cloud ծառայությունների տեսքով մեզնից յուրաքանչյուրը, բայց հիմնականում իհարկե դրանք խոշոր կորպորացիաներն են վարձակալում իրենց հետազոտությունների համար, օպերացիոն գործառնական նպատակների համար, օրինակ ամենապարզ օրինակը ChatGPT-ն, որ մեր հեռուստադիտողների համար ավելի պարզ է։ Երբ մենք վերցնում ենք հեռախոսը, եթե ուղղակի ես շատ փակագծեր իրավունք չունեմ բացելու, դրանք բիզնես որոշակի կոնֆիդենցիալություն են պահանջում, բայց եթե ստացվի օրինակ Firebird-ը ծառայություններ մատուցի այս տարվա երկրորդ կեսից կամ հաջորդ տարվանից սկսած OpenAI ընկերությանը, որը ստեղծել է ChatGPT-ն, դա կնշանակի, որ մեզնից յուրաքանչյուրը որ կվերցնի ու ChatGPT-ին ինչ-որ հարց կտա, որպեսզի ChatGPT-ին արագ ընկալի, հասկանա, վերլուծի, որում արագ երբ ասում եմ, հասկանալի է միլիվայրկյանների ընթացքում, վերլուծի, անալիզ անի ու գեներացնի պատասխանը, եւ մենք չնկատենք իրականում, որ դրա ընթացքում միլիոնավոր, միլիարդավոր պրոցեսներ են տեղի ունեցել եւ անթիվ անհամար հոսանք է, ասենք, ծախսվել ու համակարգեր են աշխատել, շատ արագ մենք դա ստանում ենք։ Այդ արագությունը եւ պատասխանի բովանդակությունը, դրա որակը, անալիզի որակը պայմանավորված է նրանով, որ դրա տակ իրականում երկար ու մեծ պրոցեսներ են տեղի ունենում, դրա ֆիզիկական տարածքը լինելու է Հրազդանի տվյալային կենտրոնը, բայց դրա ամբողջ հմայքը կայանում է նրանում, որ աշխարհի ցանկացած հատվածում գտնվող մարդը երբ դա կօգտագործի, չի բացառվում, որ դրա համար օրինակ կաշխատի Հայաստանում գտնվող ֆիզիկական ենթակառուցվածքը կամ ինչպես առաջին հայացքից շատ ծիծաղալու է հնչում Jensen Huang-ի արած հայտարարությունը արհեստական բանականության գործարանը։ Հաճախ մարդիկ այս շփոթում են չիպերի արտադրության հետ եւ ես իմ պարտքն եմ համարել հենց առաջին իսկ հա լսել եմ, իսկապես լսել եմ չմեղադրենք, բայց ամեն դեպքում գոնե թե ես իմ պարտքն եմ համարում մեր ողջ թիմը, որ մենք անընդհատ երբ խոսենք ժողովրդի հետ, ասենք, որ խոսքը չիպերի արտադրության մասին չէ, արդեն իսկ արտադրված, որը ձեր հյուրը որպես բացառիկ բացահայտում էր ներկայացնում, արդեն իսկ արտադրված, ուրիշ երկրում արտադրված սերվերային լուծումներով Հայաստան ներմուծված ապրանքի կամ սարքավորումների մասին է, որը Հայաստանում այդ ապրանքը կամ գերհամակարգիչը գործարկելու, աշխատացնելու միջոցով է ստեղծում արդյունք, արժեք։ Դա կոչվում է բանականություն կամ արհեստական բանականություն,
անպային ծառայությունների միջոցով հասնում են մարդկանց։ Այսինքն գործարանը ֆիքսենք ու խնդրում եմ էլ տրոլի չի ենթարկենք Ջենսեն Հուանգի խոսքերը խիստ պայմանական են, բայց ինքնին այդտեղ արտադրություն որպես այդպեսին կա, այսինքն այն շոշափելի չէ, բայց այն կա եւ այնպիսի product է հանուն որի երկրները դաժանագույն մրցավազքի մեջ են մտել։ Տակ հակադարձեմ ու բացատրեմ տրոլինգի կամ որոշակի սկեպտիցիզմի բանը, երբ որ այդ ամեն ինչը դրվում է կոնտեքստում, որ եթե հունիսի 7-ի ընտրություններին դուք չեք հաղթում, հետեւաբար այդ գործարանը չի լինում, դա ինձ թվում է ակնհայտ է, էլի, ինչի է դա ժպիտ կամ ինչ որ էմոցիա առաջացնում, որովհետեւ ձեզ մոտ դուք ձեր անունից եք խոսում։ Դե դուք էլ Ջեյսոն Հուանգի անունից եք խոսում, ես չեմ կարծում, որ ինքը հենց պայմանավորվել է, որ Հայաստանում եթե մի կուսակցությունը հաղթի, ինքը բացելու է այդ սա հերո գնացող պլանները, բայց եթե հանգարց ուրիշ կուսակցություն բացի, ոչ մի դեպքում։ Ինձ թվում է, ասենց ակնհայտ է, որ դա է։ Դժվար է չհամաձայնել Ջենսեն Հուանգի մասով, բայց եթե լրջացնենք, պիտի ասեմ, որ եթե չեմ սխալվում, գործընկերս Գևորգ Պապոյանը, էկոնոմիկայի նախարարը նման արտահայտություն արել ու իրականության մեջ ուղղակի ենթադրում եմ, որ գործընկերս ուղղակի չի կարծել, որ տառացի պիտի հասկացվի այդ ձևակերպումը։ Ինչու, ինչ իմաստով, որովհետև շատ կարևոր են կոնտեքստները։ Օրինակ էկոնոմիկայի նախարար կամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ինչի պիտի նման արտահայտություն անի, շատ կարևոր է թե դրան ինչ են նախորդել եւ ինչ պայմաններում է այդ հայտարարությունը արվում։ Մասնավորապես ես կարող եմ անել հետեւյալ պնդումը, որ Firebird ընկերությունը Հայաստանը չէր կարող որևէ պարագայում դիտարկել իր բիզնես գործունեության համար, ավելին Nvidia-ն չէր կարող դիտարկել տեխնոլոգիաները հասանելի դարձնելու համար եւ էլ ավելին Միացյալ Նահանգները որևէ պարագայում չէին կարող դիտարկել Հայաստանին նմանատիպ տեխնոլոգիա օժտելու կամ հասանելի դարձնելու դրա համար արտահանման լիցենզիաներ տալու, որովհետև աշխարհում հաշված երկրներ այս պահին նմանատիպ տեխնոլոգիաներին հասանելիություն ունեն, որովհետև տեղի են ունեցել մի քանի քաղաքական մակարդակում ամենաբարձր մակարդակում կոնսուլտացիաներ, աշխատանքներ կնքվել են պայմանագրեր, ստորագրվել են փաստաթղթեր եւ դրա արդյունքում է որ գործընկերս այդ կոնտեքստում նման հայտարարություն արել եւ նամանավանդ այն համատեքստում որ ըստ էության հիմնական հավակնություն ներկայացնող մրցակիցները աֆիլացվում են այնպիսի երկրի հետ, որի պարագայում եթե նման աֆիլացում ունեցող կամ ուղիղ փոխկապակցվածություն ունեցող ուժերը ստանձնում են իշխանությունը ժողովրդի քվեն ստանալու պարագայում, վարկյանների ընթացքում բոլոր նմանատիպ խոսակցությունները ուղղակի փակվում են։ Մենք չգիտենք իհարկե 5, 10, 50 տարի հետո Միացյալ Նահանգներ, Ռուսաստան կամ այլ երկրներ փոխհարաբերությունները ինչ ընթացք կստանան, մենք խոսում ենք ստատուս քվոյի մասին։ Այսինքն այսօր, եթե այդպիսի փոփոխություն տեղի ունեցավ, այսինքն նաև վեկտորի փոփոխություն, որը անթակույց որի մասին խոսում են այդ հիմնական ընդդիմության հայտնի տեսանելի ուժերը, գործընկերս այդ համատեքստում նմանատիպ քաղաքական հայտարարություն արը համարելով, որ այնքան պարզ է դրա կոնտեքստը, այնքան պարզ է դրա տակ իրականում ինչքան իրողություններ կան, որ իմաստ չկա մանրանալու եւ այդ տեսակ դետալային բացատրելու։ Առաջին հայացքից շատերի համար գուցե անսովոր կթվա, բայց նորից եմ ասում, նմանատիպ գնահատականները ընդհանուր պատկերի մեջ է պետք դիտարկել։ Եվ ես կարծում եմ դուք էլ ձեզ համար էլ է իրականում շատ բաց։ Մենք չենք ասում, որ օրինակ, եթե նման աֆիլացում ունեցող քաղաքական թիմերը դառնան կառավարող ուժ, գուցե այլ ուղղություններ Չինաստանն էին ասում, չգիտեմ, տարբեր այլ ուղղություններ, թեև նորից եմ ասում, այստեղ եւս շատ կարեւոր է, երբ դու ասում ես մենք Չինաստանից նման տվյալային կենտրոններ կբերենք, այդտեղ հարցեր է ծագում, արդյոք նմանատիպ նույնանման տեխնոլոգիաների մասին է հարցը գնում, արդյոք այլ երկրներում նմանատիպ տեխնոլոգիա, որքան ես գիտեմ, չկան, դեռևս չկան։ Այսինքն խնդրում եմ դիտարկել հենց այս համատեքստում, այսինքն դե ես կարծում եմ պարզ պիտի լիներ ամեն բան։ Ուղղակի հավելեմ այս թեմային, որ արդարության համար ես փորձեցի
ստանալ դիրքորոշումը Նարեկ Կարապետյանից այդ գործարանի հետ կապված, իրանք դեմ չեն, այսինքն իրանք cancel չեն անելու, եթե գան իշխանության, նրանք ընդհակառակը ասում են լավ բան է, ուղղակի դա մեզ ասում են ներդրում է, բայց արտահանման լիցենզիան կասեցնողը բանկերն են։ այդ ժամանակ չեն լինելու Հայաստանի իշխանությունները։ Հա։ Ով պիտի cancel անի։ Հա։ Բարձա չէ, նա ով որ տվել է այդ լիցենզիան։ Հա, այսինքն դրսից։ Դու ամեն դեպքում նրանք չէ, դրսից չէ, միանցյալ նա շատ կոնկրետ սպիտակ տունը։ Okay, ամեն դեպքում իրենք դրամադրված են մաքսիմալ պահել, իրանք հասկանում են, որ սա լավ բան է, ուղղակի խնդիրը նրանում է, որ ի սկզբանե հայտարարվում էր, որպես դրսից գալու են ներդնեն, բայց բարձրացնում է, օպա, հայկական բանկերն են դնում մի քանի 100 միլիոն ինչ որ դոլար, արդյոք մեծ դա են խոստացել։ Մյուս կողմն է։ Արծի մյուս կողմն է, իրականում հիմա ես ասացի, որ ստուգել եմ իրականում, բայց ակնհայտ էր, որտեղ հիմնական հայտարարող կողմը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էր կառավարության անունից եւ ընկերությունը Firebird-ը, որևէ պարագայում, որևէ մեկը այսպես կոչված FDI կամ ուղիղ օտարերկրյա ներդրումների մասին չէր խոսել։ Խոսքը գնում էր 500 միլիոն ներդրումային ծրագրի մասին։ Ի սկզբանե, հետո ի ուրախություն մեզ արդեն Վենսի փոխնախագահ Վենսի այցի շրջանակում հայտարարվեց, որ ավելի շատ կենացները քաղցրանում են եւ ֆանտաստիկ իրականում իրադարձություն էր մեզ հետ տեղի ունենում, երբ պարզվեց, որ երկրորդ փուլի արտահանման թույլտվությունները եւս տրվել է, ինչը նշանակում է, որ արդեն ներդրումների ծավալը հասնում է 4 միլիարդ դոլարի։ Այսինքն այստեղ գրաֆիկական պրոցեսորները, որոնց մասին մենք խոսում ենք Nvidia-ի կողմից արտադրված, եթե սկզբում որոշվել էր, որ Հայաստանը հայտ է տալիս շուրջ 6000 GPU-ների, գրաֆիկական պրոցեսորների, երկրորդ փուլով ավելի քան 40000-ի, այսինքն ընդհանուր պրոցեսորների քանակը հասնում է շուրջ 50000-ի։ Այդ դրա գինը ներդրում է ծախսը գինը ընդհանուր եւ դրանց գինը եւ Dell-ի սերվերային սարքավորումների, տեղափոխության, հովացման համակարգի, հոսանքի կուտակիչների կայանի կոմպլեքս ներդրումը հասնում է 4 միլիարդ դոլարի։ Դա պաշտոնապես հայտարարվել է եւ ընկերության կողմից եւ Միացյալ Նահանգների մեր գործընկերների կողմից եւ այստեղ նորից անգամ երկրորդ փուլի պարագայում եւ Firebird ընկերությունը եւ Միացյալ Նահանգների գործընկերները եւ ես, այսինքն նա ով հիմնականում ի պաշտոն է խոսում էր այդ թեմայով եւ ներգրաված է եղել Firebird-ի Հայաստան գալու process-ի առաջին իսկ օրվանից կամ 0 օրվանից կարող ենք այդ մասին եւս խոսել, որովհետեւ նաեւ գնահատական հնչեց, թե կառավարությունը ինչ ա արել, մասնավոր բիզնեսի տղերքը գնացել են, աշխատել են, համոզել են եւ կուզեմ այս մասին խոսել, երևի առաջին անգամ մի քանի փակագծեր կբացենք, թե կառավարությունը ինչ ա արել, ոնց է ստացվել, բայց մինչեւ այդ ուղիղ ներդրումների թեման փակենք, հետո նոր անդրադառնանք, մեկ էլ տպավորություն չլինի, էլի, թե ամեն դեպքում օթեր ու խաբել ենք ժողովրդին։ Follow-up անեմ, որ ավելի ձեր պատասխանը տենց միանգամից ամեն ինչին պատասխանեք, էլի։ Ընդդիմադիր վերլուծությունները, որոնք ես տեսել եմ նրա մասին, որ այ խոսում են 4 միլիարդ ներդրումների մասին, բայց իրականում այդ մենք ենք վճարելու, հարկատներից են վերցնելու, որ տեխնոլոգիաները բերեն, բանանեն, ներդնեն ու իրականում ներդնում չի, այլ մենք առնում ենք ինչ որ բան։ Դրան ոնց կպատասխանեք։ Նախ եթե նույնիսկ այդպես լիներ, օրինակ ամբողջ 4 միլիարդը հայաստանյան բանկերը ֆինանսավորին, մենք պիտի ինձ թվում է միայն երջանիկ լինեինք։ Այդ ուրիշ Որովհետև ի սկզբանե գնահատականները եղել է, որ կա նախագիծ, ներդրումային ծրագիր X արժեքով, X արժողությամբ, որովհետև այս պարագայում այդքան էական չէր, այդ ողջ ցնցող իրադարձության մեջ այնքան էական չէր կոնկրետ ով է անվանական ֆինանսավորողը, որքան որ Հայաստանը դառնում է բացառիկ երկիր, որին հասանելիություն են տալիս աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին։ Այսինքն կառավարության տեսանկյունից եւ ոչ միայն կառավարության, ինդուստրիայի տեսանկյունից նախ եւ առաջ որ ամենակարևորն էր, որովհետեւ հարցը փողը չի, փող շատեր ունեն, շատ երկրներ ունեն։ Երկրները չունեն կան բազմաթիվ միջազգային օտարերկրյա ֆոնդեր, որոնք պատրաստ են նմանատիպ ներդրումներ կատել։ Այստեղ կարևորը, որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանը ստացավ բացառիկ երկրների շարքի մեջ լինել, հայտնվել, ընդ որում
լավագույն տասնյակում իր հաշվողական ռեսուրսներով, այսինքն այս իմաստով, բայց հիմա գնանք մյուս կողմին հարցի։ Իրականում մի շարք միջազգային բանկեր եւ ֆինանսական կառույցներ պատրաստ են եղել ֆինանսավորել, որովհետեւ այդտեղ մի մասը վարկային միջոցներ են, վարկավորում է, բայց մեծ մասը ներդրում է լինելու։ Վարկավորման տեսանկյունից հիմնադիրները եւ պետությունը բոլորս միասին համարում էինք, որ եթե հայաստանյան բանկերը ունենան հնարավորություն եւ հեռանկարային համարեն այդ բիզնեսը, ապա շատ ավելի ցանկալի է, որ իրենք ներդրումը կատարեն։ Եվ երկարատև երկխոսություն սկսեցին։ Ի ուրախություն մեզ ֆինանսաբանկային համայնքը հայաստանյան նախ ուներ այդ կարողությունը եւ առաջին անգամ սինդիկացված ձևաչափով երբեք ես պատասխանատու ասում նման բան, սա ֆենոմենալ բան է։ Մեծ կոնսորցիում Ներդրում են կատարել, այո, ինքը վարկավորում է բիզնեսին, բայց նաեւ բանկերը եւ ընդհանրապես այս համատեքստում նաեւ սա անվանվում է ներդրում, որովհետեւ սա ուղիղ ներդրում է տեխնոլոգիական զարգացման մեջ եւ մենք բոլորս շատ ողջավորված ենք, որովհետեւ մենք չենք առաջնորդվել նրանով, որ ցույց տանք, որ անպայման 4 միլիարդի ամեն մի դոլարը դրսից է եկել։ Մենք եթե հնարավոր լիներ 4 միլիարդը հայկական բանկերով ուրեմն վարկավորել, ես ամեն ինչ կանեի, որ դա տեղի ունենար, բայց գիտեք, իրականում մեկ սուբյեկտին ուրեմն վարկավորելու լիմիտներ կա եւ ըստ էության սա բանկերի առավելագույն շեմներ, որ իրենք կարող էին անել։ Մնացած 4 միլիարդի նաև կարող եմ ասել, որ այսօր խոսել եմ համահիմնադիրներից Ալեքսանդր Եսայանի հետ, ինքը ինձ խնդրել է, որ ես հնչեցնեմ եթերով։ 4 միլիարդ չի լինելու այլևս, ավելին է լինելու, իրենք կհայտարարեն։ Գնումը ավելին է լինելու երկրորդ փուլի համար։ Եվ հիմնական ներդրողը լինելու է անունը օրեր անց կհայտարարեն, ես այդ իրավունքը չունեմ, ոչ թե Զուտ Firebird-ի, այլ մյուս կողմի ամերիկյան ամենաառաջատար ֆինանսական կառույցներից մեկի կողմից։ Նորից եմ ասում, որ հետագայում նաև որևէ մանիպուլյացիա չունի։ Հիմա ես մեջբերում եմ Firebird ընկերության երկու համահիմնադիրներից մեկի խոսքերը եւ ինքը խնդրեց, որ ես այսօր հնչեցնեմ։ Նախ այլևս խոսքը 4 միլիարդի մասին չէ, այլ ավելին։ Երկրորդ, այո, ուղիղ օտարերկրյա ներդրումը այդուհանդերձ լինելու եւ ձեր նախորդ հյուրը սխալ պնդում արել։ Ես չգիտեմ ինչ 70%, ենթադրում եմ ինչ որ հաշվարկներ են արել 500 միլիոն ներդրումային ծավալը հաշվի առնելով, բայց արդեն վաղուց դեռևս փոխնախագահ Վենսի այցի ժամանակ հայտարարվեց, որ դա 4 միլիարդ է լինելու։ Ես իրականում օքեյ եմ նրա հետ, որ վարկը վերցնենք, որտեղ եթե ինչ որ միտեղ պետքա ներդրում անենք զարգացման համար, եթե պետքա նայենք, չգիտեմ, արևային պանել կամ ինչ որ ուրիշ զավոդ, ինչ որ չգիտեմ, կաթի արդյունաբերություն, ավելի լավ է AI-ի մեջ ներդրում անենք, դա ամենա Չէ, բայց նաև որ այդ վարկավորումը արվում է հայաստանյան բանկերի կողմից, որովհետև հայաստանյան բանկերը նաև ընդհանուր բանկերը նախ իրենք հարկեր են վճարում ժողովրդի մոտ կարեկցանք առաջացնել դեպի բանկ։ Բայց դուք եք չէ համաձայն իրականում, եթե Firebird-ը պիտի ընտրություն կատարեր, մեր որոշումը, համընդհանուր որոշումը ուղղորդել դեպի նախ եւ առաջ հայաստանյան բանկեր, առնվազն Հայաստանի համար տնտեսապես շատ ավելի հայկական կամ EBRD-ին եւ մյուսները։ Չէ, սա կարող ենք ֆիքսել, թե սրա հետ անհաշտություն։ Okay, կարեկցանքի հարց չկա։ Բնավ մաքուր տնտեսական հաշվարկների տեսանկյունից, ինչպես նաև այդ բանկերը ընդհանուր դառնալու են այդ շրջանառության մի մասը հայաստանյան բանկերը, հետեւաբար կարծում եմ, որ լավ որոշում ա կայացել։ Ես իրականում շնորհակալ եմ լոկալ բանկերին, որ համարձակ ներդրումների նաև կատարում տեխնոլոգիական զարգացման մեջ։ Ինձ թվում է սա այնքան մեծ քայլ է, որ տենց ամբողջությամբ չենք մարսել դեռ ինչքանով է փոխվելու ընդհանուր առմամբ, հա, երկիրը ինչքան բնակավարների վրա ազդելու։ Մի հատ հասկանանք ուր ենք հասել, այսինքն սա դեռ այնքան անհավանական է թվում, որ թվում է, որ Աչափնյակի մետրոյի նման մի բան կլինի, բայց ինչ որ մի բանկերի համաձայնագիրը տեսանք, ինչ որ մի բան կատարվում է հողի վրա այդ առումով հիմա։ Առաջին փուլի
գրաֆիկական պրոցեսորները, մասամբ արդեն գնումը կատարվել է, վճարումները արվել են։ Ընդհանուր ամբողջական առաջին փուլի գումարը, եթե չեմ սխալվում, շուրջ 470 միլիոն դոլարի, այսինքն վարկավորում արվեց, որպեսզի վճարում արվեն։ Մնացած հատվածը հիմնադիրները եւ ինվեստորներն են կատարում։ Ես չգիտեմ նրանցից ըստ էության միայն Նուբար Աֆեյանի անունն է հնչել, բայց խոսքը միայն իր մասին չէ, այլ ներդրողներ եւս կան։ Նախ հիմնադիրները, նաեւ այլ ներդրողներ կան դրսից, հիմնականում դրսից, բայց երկրորդ փուլի համար այդ շուրջ ավելի քան 4 միլիարդը դա բավականաչափ մեծածավալ ներդրում է, հիմնականում ամերիկյան ֆինանսական այդ հաստատության միջոցով գործեց ինքը։ Երկրորդ մենք այս շաբաթվա կառավարության նիստի ընթացքում արդեն իսկ ՀՀ կառավարությունը մի որոշում կայացրեց մեկ անձից գնում կատարել Firebird AI ընկերությունից հաշվողական ռեսուրսներ վտանգնախարարությունը կվերցնի։ Հիմա վերջում նաև ասենք թե դա ոնց ենք կիրառելու, բայց այսինքն process-ը գնում է, այսինքն տարվա երկրորդ կեսից իրենք ծառայությունները պիտի սկսեն մատուցել ըստ նաև մեր պայմանագրի եւ իրենց այլ խոշոր կորպորացիաների հետ նախնական համաձայնության։ Առաջին փուլը տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում կսկսի գործարկվել, երկրորդ փուլը կարծում եմ 27 թվականից, այսինքն ամբողջական 50,000-ը կսկսի գործարկվել ամբողջությամբ 27 թվականի ընթացքում։ Մյուս կարևոր գործարանը կլինի, առանց ժպտալու, արհեստական բանականության գործարանը պատրաստ կլինի այս տարվա ընթացքում, այն կգործարկվի այս տարվա ընթացքում եւ այն հասանելի կդարձնի իր ծառայությունները այս տարվա ընթացքում, կարծում եմ մինչեւ տարեվերջ նաեւ հարկեր կվճարեն։ Շատ լավ հնչեց, դրա համար ստիպված եմ սկեպտիցիզմի դոզան ներարկել մեր զրույցի մեջ։ Այդ ամեն ինչը ահռելի ենթակառուցվածքներ ու դուք էլ ասացիք, որ ահռելի էներգատար է։ Բարդ խնդրի։ Ու ես ամենաշատ քննադատությունը վերլուծությունների մեջ տարբեր տեսել եմ, որ դա այդքան տեղ չկա էներգիա արտադրելու, ոչ այդքան պանել կհերիքի, ոչ, չգիտեմ, ուրիշ ինչ հնարավորություններ կա, ոնց եք նախատեսում դա անել, ու արդյունվելու մեր գործը։ Դրա համար գուցե տարիներ են պետք, որ սնուցեն էներգիայով այդ ամեն ինչը։ Այդ պնդումները սխալ են, այնց պանել հերիքելու նմանատիպ խնդիր չկա, խոսքը ժամկետների մասին է։ Օրինակ, բազմաթիվ հայտեր կան, հա, էներգետիկ ոլորտում նոր ներդրումներ կատարելու, որը իմ կարծիքով ոլորտի պատասխանատու գերատեսչությունը շատ արագ առաջիկայում սկսելու է վերանայել։ Ինչու՞, որովհետև հիմա էներգետիկ ոլորտը արդեն նոր իրողություններում է սկսում աշխատել։ Մի բան էր, երբ ժամանակին մենք ունեինք էներգիայի ավելցուկ, եւ մի բան է, երբ էներգետիկան սկսում է չհասցնել տեխնոլոգիաների հետևից։ Մենք այս պահին կարող եմ ասել, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որովհետեւ ամբողջ կառուցվածքն էներգետիկայի փոխվելու է ըստ էության։ Կառուցվածքը, պատկերացումները, խաղի կանոնները։ Հիմա մենք նաեւ փորձում ենք շատ օպերատիվ արագ արձագանքել փոխվող իրողություններին եւ վերջերս նաեւ փոփոխություններ իրականացրինք կապված էներգիայի կուտակիչ կայանների եւ այդ կարգավորումների մասով, ինչը հնարավորություն կտա արդեն նոր տեսակի բիզնես ներդրումներ կատարել, որովհետեւ գիտեք, օրինակ արևային պանելները կամ վերականգնվող էներգետիկայի տեսակներ կան, որ օրինակ գիշերը չեն գեներացնում օսանք, նմանատիպ պարագայում այդ ակումուլյատորները կամ այդ կուտակիչ կայանները հնարավորություն կտան ապահովել կայունություն, ինչը կենսական նշանակություն ունի տվյալային կենտրոնների համար։ Տվյալային կենտրոնները չեն կարող ունենալ անկայուն սնուցում հոսանքի եւ այս պարագայում նմանատիպ սա նոր տեսակի ներդրումներ են բերում։ Որքանով ես տեղեկացված եմ, ինքը Firebird-ը արդեն իսկ պլանավորել է իր գնումների մեջ ունենալու նաև իր սեփական կուտակիչները ռիսկերը զրոյացնելու նպատակով, որովհետև դա նախապայմաններից մեկն է ունենալ նմանատիպ։ Այդ իրանց վրա է, այսինքն այդ էներգա իրենք կարող են որոշումներ կայացնել, օրինակ կուտակիչ կայան իրենք ներդրումը կատարեն առնեն, թե այլ ինվեստորներ լինեն, իրենք այնտեղ վերցնեն այդ հոսանքը։ Այսինքն այս իմաստով, բայց երբ օրինակ
խոսում ենք կարճ ժամանակում էլեկտրաէներգիայի հզորությունները կտրուկ մեծացնելու մասին, այստեղ գալիս են մարտահրավերներ։ Համենայն դեպս արդեն ՀՀ կառավարությունը երաշխավորել է մի զգալի հատված Firebird ընկերության համար, որի շնորհիվ Firebird-ը կարողանում է նոր պայմանագրեր կնքել։ Հիմա ես թվերը չեմ ուզում ասել, որովհետև թվերը փոփոխվում են, սկսել էինք 125 մեգավատից, բայց Firebird ընկերությունը նախատեսում է մինչև 470 մեգավատ երկու փուլերի համար։ Եվ մենք պիտի այդ հարցը լուծենք, եւ մենք այդ հարցը լուծելու ենք։ Բայց դա նշանակում է, որ մի քանի գերատեսչություններ շատ արագ պիտի համատեղ գտնեն այդ լուծումները, որովհետև այդ լուծումները կան։ Հիմա չեմ ուզում։ Ոչ, այս պահի դրությամբ Հայաստանում արտադրվող էներգիան բավարար է, օրինակ կան լիցենզիա արդեն իսկ ունեցող ընկերություններ, որոնք պատրաստ են իրենց լիցենզիաները վաճառել մինչև 80-90 մեգավատ հզորությամբ, արևային կայաններ տրամադրելով, այսինքն ամեն օր այս process-ները տեղի ունենում, բայց արդեն իսկ մի մասը մենք անգամ փաստաթղթավորված երաշխավորել ենք ընկերությանը, որովհետև դա պարտադիր պայման էր ներդրումները ներգրավելու համար։ Այսինքն այս իմաստով մենք միակ խնդիրը այդ մեզ համար այս պահին այդ սահմանները մեծացնելու մասին է։ Ինչու՞։ Որովհետև մենք վերջին շրջանում խոսում ենք նոր հայեցակարգի մասին, որը կոչվում է Հայաստանը դարձնել արհեստական բանականության տվյալային կենտրոնների պարտեզ։ Ինչու ենք սա շատ կարևորում, որովհետև սա մի քանի շերտ ունի իր մեջ, առաջինը դա տեխնոլոգիականն է, այսինքն նա գալիս է ապահովելու նաև մեզ համար տեխնոլոգիական զարգացման հիմքն է հանդիսանելու, որովհետև արհեստական բանականությունը եւ ստարտափներն են ավելի ու ավելի օրեցօր սկսում օգտագործել իրենց լուծումների մեջ, եւ հետազոտողները, եւ ակադեմիական հաստատությունները, եւ պետությունը հանրային կառավարման բարեփոխումների առանցքում դնելու է արհեստական բանականության լուծումներ։ Երկրորդ շերտը դա տնտեսականն է։ Այս տվյալային կենտրոնները համարվում են աշխարհում ամենաշատ համընդհանուր շահույթի մարժա ունեցող բիզնեսի տեսակ։ Հիմա եթե, չգիտեմ, հեռախոսում ունենայիք, կարող էինք շատ արագ այդ վարժությունը անել, Claude-ային հասնենք ChatGPT-ին, թե օրինակ 50,000 GPU-ով, ասենք 30 դրամ հոսանքի պարագայում ու մի քանի կրիտերիաներ լրացնենք, տեսնենք ինչքան շահութահար կա գեներացվելու ամեն տարի հայաստանյան պետական բյուջեի համար։ Անհավանական մայնինգ անի, sense Bitcoin-ի վրա կոնկրետ աշխատի։ Մայնինգը մի քիչ դիվերսիֆիկացված։ Հիմա շատ տրենդային է, բայց եթե մենք ասել ենք մեր գործընկերներին, հիմա մոմենտումն է։ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են իրենց պատմական պիկին։ Տեխնոլոգիական ոլորտում մենք ունենք ստրատեգիական համագործակցություն արհեստական բանականության եւ կիսահաղորդչային ոլորտում։ Եվ դա մի բացառիկ բան է, որ մեզ հետ տեղի է ունենում, երբ այդ տեսակ փաստաթղթերը չեն մնում որպես լոկ հռչակագրային կենացներ, փաստաթղթեր։ Մենք այդ ստորագրման հաջորդ օրվանից սկսել ենք դա կապիտալիզացնել։ Հիմա մոմենտումն է։ Մենք մեր գործընկերներին ասում ենք, ինչքան հոսանք թույլ տակ, որ արտադրվի, դա մի օրում կուտիլիզացվի։ Հաշվի առնելով, ես խոսում եմ այս մոմենտումի մասին։ Մենք չգիտենք վաղը ինչ զարգացումներ կլինեն, որովհետև եթե վաղը Միացյալ Նահանգների առաջնորդությունը որոշեց, որ շատ երկրների համար պիտի բացի այս տեխնոլոգիաները, որովհետև հիմա հաշված երկրներ կան, հաշված։ Ոչ միայն այս տեսակ, այս ծավալի հաշվողական ռեսուրս, այլ օրինակ 2000, 5000, 10000 GPU ունեցող հաշված երկրներ կան։ Եթե չեմ սխալվում, 20 թվին չեն հասնում այդ երկրները, բայց եթե նմանատիպ որոշումներ կայացվեն, դա կնշանակի, որ 50 երկիր կլինի եւ բնականաբար այստեղ Firebird-ի նմանատիպ ընկերությունները շատ ծանր մրցակցության մեջ կհայտնվեն։ Մենք խոսում ենք այս պահի ստատուս քվոյի մասին եւ մենք հստակ ասում ենք, ինչքան էներգիա արտադրվեց Հայաստանում, դա հնարավոր կլինի ամբողջությամբ ուտիլիզացնել։ Նույն Firebird ընկերությունը ասում է, որ դիտարկեք, որ հետագայում եթե մենք կարողանանք այդ համալիր լուծումները գտնել,
էներգետիկ ոլորտում, ապա իրենք կարող են այնպիսի խոշոր կորպորացիաների հետ նոր պայմանագրեր ներգրավել, որոնց անունները կրկին ես չեմ կարող հնչեցնել, գուցե իրենք կցանկանան այդ մասին հրապարակային խոսել, որը ֆանտաստիկ է։ Եվ սա գալիս է արդեն երրորդ շերտը, տնտեսականից հետո երրորդ շերտը, դա Հայաստանի միջազգային որպես խաղացող կշիռը եւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական տնտեսական իր կշիռը ընդգծելու, որովհետեւ դու դառնում ես մի երկիր, որտեղ կան ֆիզիկական ենթակառուցվածքներ, որտեղ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական հսկաները այդտեղից օգտվում են եւ վարձակալում են հաշվողական ռեսուրսներ։ Եվ հիշենք, այդ երկրների քանակը սահմանափակ է դեռևս։ Այսինքն այս իմաստով էներգետիկան ընդհանրապես բոլորի համար մարտահրավեր է, բայց ես կարծում եմ, ես շատ լավատես եմ այս իմաստով։ Շատ լավատես եմ, որովհետև այդ դինամիկան կառավարության ներսում մենք ամեն օր զգում ենք եւ այդ մտածողությունը փոխվում է, այսինքն ամեն նոր քննարկումը ավելի համարձակ է։ Եթե ես ամիսներ հետ գնամ եւ հիշեմ, թե առաջին խոսակցությունը 125 մեգավատ էլեկտրաէներգիա տալու ինչ դժվարությամբ էր ընթանում, մենք այս վախերը, եւ այդ դրանք բնական վախեր են, մենք բոլորս միասին հաղթարում, նույնիսկ դուք եք ասում, որ վախենալու է, չէ՞, իրականում այս թվերը, այս ամեն ինչը, որ մեզ հետ հիմա պատկերացնեմ, որ առանձին մի հատ ատոմակայան պետք կլինի մենակ դա սնուցելու համար։ Ավելին, այն թիվը, որ ես հնչեցրի 470 մեգավատը։ Հա, իր հզորությամբ գերազանցում է։ Այ հենց այդ թեման շարունակելով, նաև տենց անդադ լսում ենք խոսակցություններ ատոմակայանը փակելու մասին կամ այնտեղ ինքը որոշակի կախված, որոշակի չէ լավ կախվածություն նաև Ռուսաստանից։ Այս մասով բարդություններ չեն առաջանա, եթե մենք շարունակենք այն արտաքին կուրսը Ռուսաստանի հետ, որը կա։ Ինչ կուրսը դա։ Դե եթե ասես պատկերացնենք սցենար, զուտ բան, որ լրիվ թարսվեցինք ատոմակայանի համար, այդ maintenance-ը բանը Ռուսաստանը ոչ մի ձև չի օժանդակում, չգիտեմ, այնտեղ ինչն են ստանում, մենք ավտոնոմ ռեժիմով, այսինքն մեր եղածներ չի երիքում ենք հələ պետք է սարքենք, բայց որ սա էլ գնա, արդեն ճգնաժամ Ես կարող եմ ասել, որ եթե հունիսի 7-ին մեր քաղաքացիները մեզ իրենց վստահության քվեն տան, կարող են վստահ լինել, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները լրիվ չեն թարսվելու, այսինքն մենք նման օրակարգային հարց չունենք, դա այդ հարաբերությունները մեզ համար չափազանց կարևոր են եւ այդ հարաբերություններում անգամ բարդ ծանր խոսակցությունները միտված են, նպատակ ունեն հասցեագրված կամ բարձրացված խրթին հարցերը լուծելու եւ ոչ թե դրանք խորացնելու։ Եվ էներգետիկ բլոկում դուք գիտեք, որ տնտեսական հարաբերություններում այդ հարաբերությունները զարգանում են։ Կա դինամիկա։ Հա, բայց վերջին մի շաբաթվա ընթացքում մեզ սպառնացին $600 գազով եւ մեզ սպառնացին, որ դե անverջ չկարա համ ԵԱՏՄ, համ ԵՄ այս բանը շարունակեք, տենց ոնց որ երկու հատ շատ դեռևս անշշափելի, բայց այնուամենայնիվ լուրջ մարտահրավեր կա այս բանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ես կարող եմ ասել, որ այս մասով ցանկացած յուրաքանչյուր անգամ բարդ խոսակցություն դրա մոտիվը, նպատակը, որ հաղթահարվեն տարատեսակ չպարզաբանված հարցեր եւ մենք շարժվենք առաջ, այսինքն այս իմաստով կարծում եմ որևէ ռիսկ ես չեմ տեսնում, այդ թվում եւ ատոմակայանի հետ կապված։ Այստեղ մեր խնդիրը, կառավարության խնդիրը հզորացնել էներգետիկ կարողությունները, որոնք որ պիտի գան ու հիմք հանդիսանան տեխնոլոգիական զարգացման համար։ Նաև օբյեկտիվորեն ես չեմ կարող էներգետիկ ոլորտի հետ կապված ցանկացած մասնագիտական, առավելևս նեղ մասնագիտական ոլորտային հարցերի պատասխան, ես դրանց կարող եմ անդրադառնալ այնքանով, որքանով որ դրանք փոխկապակցված են մեր ոլորտների զարգացման հետ, բայց ես դրա համար անընդհատ ես ասում եմ, որ մենք համատեղ թիմերով, այստեղ որևէ մեկ գերատեսչության առաջնորդությունը ոչ մի հարց չի լուծելու։ Այստեղ համընդհանուր ջանք է, կոնսոլիդացված ջանք է պետք, որովհետեւ ինքը կոմպլեքս խնդիր է։ Կոմպլեքս խնդիր է։ Հիմա ինչ վերաբերում է այն կտորին կառավարությունը ինչ արեց, ոնց կարողացավ կամ ինչ ներդրում ունեցել կամ ունեցել է թե ոչ։ 2024 թվականին խնդրեմ ուշադրություն դարձնեք 24 թվականի հոկտեմբերին Ռազմիկ Հովակիմյանը Սան Ֆրանցիսկոից, որը հիմնադիրներից համահիմնադիրն է Firebird-ի ընկերության, մենք այդ
այդտեղ ծանոթացանք եւ ասաց, որ կա մի իդեա, որը հաշված մարդիկ գիտեն եւ ուզում է ինձ հետ կիսվել եւ պատմեց Firebird-ի մասին մարզահամերգային համալիրի դրսի տարածքում է շատ հստակ հիշում եմ ի ուրախություն բոլորիս ես հավատացի դրան եւ ես եւ մեր թիմակիցները որոնց հետ ես նաեւ կիսվեցի եւ դա պատճառ հանդիսացավ որ դեկտեմբերին 24 թվականի իսկ 24 թվականի դեկտեմբերին ես դժվարությամբ կարող եմ անել պնդում, որ օրինակ բոլորը կհավատային դրան։ Բայց դա նախարարությունը նախարարի առաջին տեղական Գևորգ Մանթաշյանի անունից պաշտոնապես գրություն փոխանցեց, որը փոխանցվեց Nvidia-ին։ Այսինքն այնտեղ էությունը կայանում էր նրանում, որ կառավարությունը պատրաստ է մասը դառնալ այս նախագծի, ինչպես նաև հղում էր արվում նախկինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ջենսեն Հուանգի անձնական շփմանը, որի առանցքում հենց այդ գաղափարը քննարկվել է դեռևս 23 թվականն էր դա 23 թվականին վարչապետը պատրաստակամություն էր հայտնել նմանատիպ նախագիծ իրականացնելու պարագայում կառավարության կողմից առավելագույն ջանքը ներդնելու ինչը ի ուրախություն մեզ Nvidia-ն բավական լրջորեն էր սրան վերաբերում պարզապես 24 թվականի վերջին անհրաժեշտություն եղավ այդ ամենը փաստաթղթավորելու դրանք փաստեր են այսինքն մենք եւ ես կարող եմ ասել որ դա բավականաչափ կառավարության կողմից ռիսկային քայլ էր բայց մենք տեսանք որ կա հնարավորություն բացվել է մեզ համար պատուհան եւ կառավարությունը commitment կամ պարտավորություն կամ հանձնառություն ստանձնեց այդ հաշվողական ռեսուրսների մի մասը գնել եւ օգտագործել նորարարության մեջ, գիտության մեջ, որը Ջենսեն Հուանգի նախապայմաններից մեկն էր, որովհետեւ ինքը ըստ էության Firebird-ին ասում էր, Nvidia-ն ասում էր, որ պայմանավորվածությունը վարչապետի հետ այն է, որ նմանատիպ ենթակառուցվածքի մի հատվածը պիտի գա ծառայելու հայաստանյան ինովացիաների զարգացմանը, գիտության, տեխնոլոգիաների զարգացմանը, այլ չպիտի լինի լոկ ծառայություններ արտահանող բիզնես, որը ընդհանրապես հարկեր կվճարի Հայաստանի Հանրապետությունը, որ էլի վատ չէր լինի, բայց այստեղ գաղափարական արժեքային հարցեր նաև սրա տակ դրված։ Եվ մենք հանձնառություն ստանձնեցինք դեռևս 24 թվականին, որ 5 տարի շարունակ գնում ենք կատարելու։ Եվ սա ըստ էության առանցքային ու բեկումնային եղավ, որովհետև հունիսին սրան հղում արվեց, կառավարության այս հանձնառությանը հղում արվեց Հուանգի կողմից Փարիզում, ասելով, որ սա եռակողմ համագործակցություն է։ Այսինքն կառավարությունը որպես ներդրող չի հանդիսացել ըստ էության ու պետք էլ չէր։ Այստեղ նմանատիպ խնդիր չկար, բայց կառավարությունը, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պիտի լիներ դրա ուղիղ շահառուն, որովհետև այս ամբողջ պատմության մեջ կառավարությունը նշեցի միայն տնտեսական, պես ասած, ակնկալիքներով չէր մտնում թեմայի մեջ, այլ ակնկալում էր, որ այդ ամենաառաջադեմ տեխնոլոգիաները նախ գալու են փոխեն իր քաղաքացիների իր մարդկանց կյանքի որակը շատ ուղղակի իմաստով, ոչ թե անուղղակի իմաստով հարկեր, հետո դրանցով դպրոցներ կկառուցվեն, ճանապարհներ կկառուցվեն, չգիտեմ, տարատեսակ նախագծեր կիրան, այլ նաև ուղղակի կերպով մարդկանց կյանքի որակը շատ ծառայություններ կավտոմատացվեն, մի շարք ավտոմատացված համակարգեր կներդրվեն, հանրային ծառայությունների որակը կփոխվի, որը ուղիղ կազդեր մեր կյանքի որակի վրա։ Եվ հունիսից հետո ինտենսիվ աշխատանք էր գնում եռակողմ եւ ամենակարևոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ եւ դա Վաշինգտոնյան բանակցություններն էին, որտեղ կնքվեց ստրատեգիական փաստաթուղթը։ Ստրատեգիական փաստաթուղթը դա նաև պաշտոնապես հայտարարվել է եւ ՀՀ կառավարության եւ Սպիտակ տան կողմից, եղել է մի հիմնական նախադրյալը, հիմքը, որից հետո Միացյալ Նահանգների կառավարությունը որոշում է կայացրել արտահանման լիցենզիա տրամադրել, որովհետեւ հիշեցնեմ, Nvidia-ի պատրաստակամությունը չիպերը վաճառելու դեռևս բավարար չի։ Nvidia-ի sales team-երը կարող են 150 երկրի հետ նախնական նմանատիպ պայմաններ։ Դա իհարկե ֆունդամենտալ հարց է, այսինքն այստեղ կոմպլեքս կոնսենսուսների անհրաժեշտություն կար։ Եվ այդ ամբողջական պատկերը հավաքվեց։ Միայն այդ puzzle-ի վերջին քարտը դնելու պարագայում սա իրականանալ եւ դա իրականացավ։ Եվ դա կոչվում է ՀՀ-ԱՄՆ
փոխանցման հուշագիր հարստական բանականության եւ կիսաղորջային ինդուստրիայի ոլորտում, բայց սրան եւս հաջորդեցին մի շարք իրադարձություններ։ Ես կարող եմ ասել Firebird-ի իրականացման մեջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը եւս լրջագույն ներգործություն է ունեցել լավագույն իմաստով, որովհետև մեր ամբողջ դիվանագիտական ռեսուրսները ներդրվել են այդ բանակցությունները իրականացնելու, շարունակելու հենց օգոստոսի 8-ից հետո եւ կապիտալիզացնելու, այսինքն այստեղ կառավարությունը իր ողջ գործիքակազմով, ես կարող եմ նաեւ ասել, որ Եգիպտոսյան, չէ, պետք է ասեմ, Եգիպտոսյան օրինակ գագաթաժողովի ժամանակ, այսինքն լավ, հիմա շատ անհատական չասեմ, որովհետև վստահ չեմ, որ պիտի հիմա ես կարող եմ այդ մասին խոսել, բայց հնարավոր բոլոր ֆորմատներում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Միացյալ Նահանգների նախագահը, այդ հարցը շատ ուղիղ առաջնային քննարկման հարցն է եղել եւ դրա արդյունքում տեղում կայացվել են որոշումներ կապված լիցենզիա տրամադրելու հետ։ Սա կփաստեն բոլորը, ովքեր ներգրավված են եղել սրանում։ Okay, կառավարության ներգրավվածությունը ըմբռնեցինք, կառավարությունը մի կողմ կանգնած չէր այս ամբողջ ընթացքում, մասնակցում էր։ Լավ, հիմա որտեղ կարելի ասել որ լավ։ Ես օրինակ զարմանում եմ այն քաղաքական ուժերի վրա, այս էլ քաղաքական հասունության մասին է իրականում խոսում, որ ես կարծում եմ մենք ունենք առիթներ տալիս ենք մեզ քննադատելու, բայց ես կարծում եմ որ քաղաքական ուժերը նաև իրենց ընտրողների առաջ կարծում եմ շատ ավելի ճիշտ կներկայանան, եթե իրենց անուններով կոչեն։ Ամոթալի բան չկա, եթե հյուրը ասել որ օրինակ Firebird-ի իրականացման մեջ կառավարությունը ունեցել է շատ մեծ դերակատարում եւ դա փայլուն նախագիծ է եւ մենք ողջունում ենք։ Եվ ընդհանրապես բաժակը կիսով դատարկ է, բայց իրականում եթե մի 3 տարի հետ գնայի, ձեր ոչ մի բան նախաձեռնություն չի ասում որ հա, էսի լավ է, բայց կարելի է մի քիչ, որովհետեւ հիմա ոնց որ խոսույթ ավելի շատ տենց է, ու առնվազն բանի ուժեղ Հայաստանի կողմից, մյուսները տենց դեռ ավելի բան են տրամադրված, բայց ասում են հա, էսի լավ է, բայց կարելի է մի քիչ տեղ սենց անել, ինձ թվում է ամեն դեպքում կառուցողական Հայաստանից որ խոսում եք, ես ինչու էի ուզում որ մենք բանավեճի ընթացքում նաև այդ անվտանգային հարցերին ծրագիր են գրել անվտանգության թեմայով, մեր ոլորտին էլ են անդրադարձել ռազմարտությունաբերությանը, մեջը գրել են որ տոտալ ձախողումա ոլորտը մոտավորապես 24 թվականին ընդհանրապես ամբողջ ինդուստրիան, ռազմարտությունաբերության ինդուստրիան $500,000 աճա գրանցել։ Ես մեջբերում եմ անում։ Ուրեմն պատասխանատու ասում եմ ու ամենավատը գիտեք որն է, ամենատխուրը իրականում էս պատմության, որ ես ինչ հիմա կասեմ, հայտարարվել է, հրապարակվել է քանիցս, որովհետև մենք տենց մեծ ուրախությամբ ու հպարտությամբ ենք դա հայտարարել, որ 23 թվականին օրինակ միայն հարկերը, որ ռազմարտությունաբերական ընկերությունները, միայն հարկերը, շրջանառություն չենք խոսում, չգիտեմ, միայն հարկերը, որ վճարել են, 23-ին եղել է 7.1 միլիարդ դրամ, 24-ին եղել է 11.3 թե 11.3 միլիարդ դրամ։ Կես միլիոն դոլարը քանի դրամ անում, մոտ 190 միլիոն դրամ։ Իստում է բոլորը կհասկանան դոլարով։ Գիտեք, էսա իրականում մեր քաղաքական դաշտի թշվառությունը, որովհետև եւ կան բաներ, որոնք իսկապես արժի բանավիճ է, կամ չգիտեմ։ Դուք էլ լավ բաներ չեք նկատում։ Այնպիսի գնահատականներ, որ օրինակ անգամ մինիմալ պահանջները ռազմարտությունաբերական ընկերությունները զինված ուժերի չեն կարող սպասարկել։ Վերջին 3 տարում $450 միլիոն միայն եռամյա պայմանագրերով պատվերներ են կատարել ընկերությունները զինված ուժերին, պաշտպանության նախարարությանը։ Ինչի մասին ենք մենք ընդհանրապես խոսում։ Եվ ես հիմա կարող եմ այս շարքը թվարկել խելացի սահմանների հետ կա։ Վերջի նայեմ այսօր գալուց առաջ, որ մտածում էի խոսենք այս թեմայով, չգտա մի նախադասություն, որի ես ուզում էի գտնել այնպիսի նախադասություն, որ գան ձեզ ասեմ, ասում եմ 10,000 դրոն ենք մենք մեր կառավարման օրոք։ Ինչի մասին է խոսքը, ինչ 10,000 դրոն։
Ես 10,000 դրոն, այսինքն կան բաներ, որ իրենց ծրագրերում գրված է, որ վաղուց կառավարությունը գերակատարել է։ Հիմա ես ուղղակի կոնկրետ թվերով չեմ հայտարարել եւ շատ շուտով մեր ազգաբնակչությունը դրանում կհամոզվի իր աչքերով կտեսնի։ Ուղղակի տեսեք, իրականության մեջ դա գալիս է բախվում է նրան, որ ինչ որ մեկի տղան Շատ հիմա ափսոս, որ պոստերում չբանավիճեցինք, շատ ափսոս։ Դե կարող է դեռ միջև ընտրություններ առիթել լինի։ Այդ մենք հիմա ճիշտ չէր դեն, այո, sense ընդհանրացնենք։ Դե չստացվում է բամբասվում ենք ու ես դեռևս այս շաբաթ խոսում ենք չեմ բանակում լողանալու խնդրի մասին, որը մնում է, էլի, ինձ թվում է հնարավոր է այդ բազային բաները լուծել, որոնք ավելի մեծ վստահություն կտան այդ ավելի մեծ ծրագրերին, որովհետև ինձ թվում է շատ առողջ սկեպտիցիզմ է, էլի, որ երբ որ երեխեքը բարձրանում են պոստեր, տենց շատ նախատեսվածից երկար, այնտեղ մնում են առանց լողանալու, առանց ոչ մի բանի, ավելի դժվար է հավատալ, որ 10,000-ից անգամներով շատ դրոններ, որտեղ տենց հեռու մտածում ենք, ինձ թվում է այդ բազային բանն է, որ պետքա կոմունիկացվի երևի ավելի լավ։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են։ Ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել լայվ ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Դուք խոսեցիք նրա մասին, որ մեր կյանքում էլ ենք տեսնելու այդ գործարանի որոշակի ավտոմատացումներ եւ վերջին կառավարության նիստի ընթացքում նաեւ այդ լուսաֆորների ցավոտ հարցներ։ Ինչն է արդեն ընթացքի մեջ, ինչն ենք մտածում, որ կարելի է վստահել AI-ին, մանավանդ որ այդ արտադրողականությունը ունենք, ինչ ոլորտներում մենք կարանք տեսնենք շուտով։ Ես ամբողջացնում հարցը, քանի որ հա, այդ AI-ի մասին ենք խոսում, ձեր ոլորտում, ձեր գերատեսչության տեսանկյունից էլ որտեղ կարանք տեսնենք նորություններ, այլ կառավարման տեսակներ, չգիտեմ, տրաֆիկը, օրինակ, երթևեկությունը դզվի կամ մենք գուցե այդքան չենք տեսնում, բացի ChatGPT-ից, ինչ այլ կիրառական հնարավորություններ է տալու, բայց ձեր մոտ ինչ-որ պլաններ կան, տեսլականներ կան, տարբեր ոլորտներում ներդնել դա պրակտիկ։ Մենք ներդրող չենք։ Չէ, տեխնոլոգիաներ ենք խրախուսում ենք եւ մեր քաղաքականությունները մշակում ենք, որ տեխնոլոգիաները զարգանան։ Հիմա դիցուկ համայնքները ներդրող են, այսինքն համայնքները պիտի այլ տեսեք, հերուն չգնանք, մինչև Firebird-ը ուրիշ լավ լուր ասեմ, կա Elevate AI ընկերությունը։ Իհարկե Elevate AI-ը էլի օգոստոսի 8-ից այդ արտահանման լիցենզիան ստացավ, բայց քանի որ իր ծավալներով ավելի սահմանափակ էր, այլ ռեժիմով է այդ լիցենզիաների արտոնագրերը ստացել, բայց մայիսին կլինի գործարանի բացումը ճիշտ նույնությամբ նույն տեխնոլոգիաները ինչ Firebird-ում է լինելու։ Երբ է բացվելու։ Մայիսին։ Մայիսին։ Հա, 1 ամսից։ Բացումը լինելու է 1 ամսից։ Եվ այս ընկերությունը արդեն սկսել է տարբեր ընկերությունների,
հաստատությունների հետ երկխոսությունը մենք եւս այդտեղ ներգրաված ենք, որտեղ որ մեր կարիքը կա եւ ես իմ ունեցած տեղեկություններով աթում եւ Երևան համայնքի, որովհետեւ իրենք գիտեն, որ համայնքը մտադիր է նույն լուսացույցերի պատահական չէ իրականում, որ լուսացույցերի օրինակներ ես բերում, որովհետեւ դա նախ շատ անհավանական բարդ լուծման մասին չէ։ Այսինքն ինչ որ երկրներ, տարբեր քաղաքներում այս տեխնոլոգիաները ներդրվում են։ Այնտեղ կան եւ սարքավորումների հարց, հարդի եւ ծրագրային լուծումներ եւ հաշվողական ռեսուրսը պիտի հասանելի լինի, կապով, այսինքն այս իմաստով մենք արդեն մայիսից ամեն ինչ ունենալու ենք, ամեն ինչ, այսինքն elevate AI-ը ինքը պատրաստ է նաեւ տարբեր AB-ով լուծումների համար հաշվողական ռեսուրսներ տրամադրել։ Այս լավ վերնագիր է։ Ես գիտեմ, որ ամեն ինչ ունենալու ենք։ Հա, շատ բանա խոցելի կլինի ինձ համար, բայց եթե դիտումները վրա Եթե կտրեն այդ դիտումները կազդի, ես իհարկե գրոտեսկ եմ անում, որովհետև պարզ ես չեմ կարող ասել մայիսից լուծումը ներդրված կլինի, բայց արդեն կան մասնավոր ընկերություններ Հայաստանի ներսում եւ սա ֆանտաստիկ է իրականում։ Ես նույնիսկ բառերը հայերենի դժվարանում եմ իմ ոգևորությունը նկարագրելու համար, որովհետև սա տեղի է ունենում, որոնք պատրաստ են նույն Երևան քաղաքին առաջարկ անել։ Էլ ինչ կա բացի լուսաֆորը։ Լուսաֆորը պարզ է, գիշերը ժամը 3-ին 90 վայրկյան մաշտոցի վրա սպասել, որ դա ամատություն է եւ էլ որտեղ կարող ենք տեսնել ինչ որ։ Հիմա առիթն է վերջապես։ Տեսեք, օրինակ կիսահաղորդչային ինդուստրիայում օրինակ այլևս ում գիտեք Nvidia-ն, Synopsys, ում որ գիտեք խոշորներից AMD եւ այսպես շարունակ։ Բոլոր այդ նախագծային աշխատանքները, սիմուլյացիան, այդ ամբողջ process-ները անում են արհեստական բանականությամբ։ Ուղղակի այլևս սա անխուսափելի բան է դարձել։ Ուրեմն առողջապահության ոլորտում, օրինակ նոր տեսակի դեղամիջոցների ստեղծման համար մոլեկուլների սիմուլյացիաներ եւ այլն։ Այդտեղ էլ Հայաստանում Դեռ լավ, մինչև հետազոտությունը, մինչև գիտություն գնալը, կառավարությունից սկսենք, հա, պետական կամ հանրային հատվածից։ Մենք արդեն մշակել ենք ֆինանսման գործակալության մեր գործընկերների հետ մի նախագիծ, որը ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին մենք կարողանանք նաև մրցույթով ներգրավել լուծումները։ Պիլոտային ծրագիր ենք ուզում անել հարթակ EM ուրեմն հարթակ EM-ի եւ մեր նախարարության աջակցության ծրագրերի զանգերի կենտրոն, արհեստական բանականության զանգերի կենտրոն։ Այսինքն այստեղ գործելու է Հայաստանում արտադրված մշակված տեքստը ձայնի վերածող տեխնոլոգիան հայերենով, որը փայլուն աշխատում է։ Եվ սա նշանակում է, որ դուք կարող եք զանգահարել եւ հանրային ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկատվություն հայցել, ընդ որում ոչ թե տառացի կրկնությամբ, այլ դրանք վերլուծելով կախված ձեր հարցադրման բովանդակությունից։ Այսինքն, չգիտեմ, անձնագիր ինչպես կարելի է ստանալ, հա, այսինքն տարատեսակ, չգիտեմ, ավտոմեքենան ինչպես կարելի է ձեռք բերել եւ այսպես շարք։ Այն ամբողջ տեղեկատվությունը, որը որ արդեն իսկ արկա է հարթակ EM-ում, տարբեր ծառ երեխայի ծնունդ, հա, խուճուճ հարցերին է հորը կրասնադառում գրանցված, հա, մեր քաղաքացիներին ամեն օր հուզում են, այսինքն այս իմաստով մենք պիլոտ ենք անում եւ սրա համար բնականաբար եւ լուծումները մշակելու համար հաշվողական ռեսուրսներ կարող են պետք գալ եւ աշխատացնելու համար, գործարկելու համար նմանատիպ, բայց սրանք փոքր բան, եթե պիլոտը մենք հաջողում ենք, արդյունքն ամբողջությամբ այս տեխնոլոգիական լուծման տակ ենք դնում, սա կոնկրետ մեկ օրինակ եմ ասում։ Այսինքն ընդհանրապես հանրային կառավարման ռեֆորմների տեսանկյունից գնումների ամբողջ ընթացակարգը, չգիտեմ, տեխնիկական առաջադրանքից մինչև մրցույթների անցկացում, շահողներին բան։ Իհարկե, մենք կա մի հայեցակարգային բան։ Արհեստական բանականությունը պիտի ծառայի մարդուն։ Մենք մեր քաղաքականությունը սա ստրատեգիական մոտեցում է երբեք թույլ չտալ հակառակը։ Դե այդ ամբողջ աշխարհի բանն է, ինձ թվում է մոտեցումը, որ data center-ից փոշի սփոփ։ Բայց ես կարող եմ ասել, որ մեր քաղաքականությունները երբ մենք մշակում ենք, այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում։ Այսինքն դիցուք տալու ենք հնարավորություններ անընդհատ ու անդադար, ինչու, որովհետև
այդտեղ նաև շատ կարևոր է լեգիտիմ հարց կարող առաջանալ, որքանով է գեներացված լուծումները կամ եզրակացությունները ճշմարիտ, ճշգրիտ, որովհետև օրինակ, եթե դատարանը կամ դատավորը ունի արհեստական բանականությամբ տեխնոլոգիայով գործող օգնականի ինստիտուտ է ներդրվում, որտեղ եւս տվյալային կենտրոնի հաշվողական ռեսուրսը գնում եւ նմանատիպ քննարկումներ մենք արդեն ունենք, սա կնշանակի, որ հարցադրումներ են լինելու, այսինքն պիտի այլ ադյաններ լինեն, պարտադիր կերպով վերջում մարդու կողմից վալիդացնելու, որպեսզի դրա հետ կապված շահարկումներ չլինեն։ Բայց մի շարք գործառույթներ կան, որոնք ավտոմատ կերպով դուրս են գալիս։ Օրինակ, մեր օրենսդրության մեջ կան գուցե հազարավոր իրար հակասող դրույթներ։ Սա ասում եմ որպես նախկին պատգամավոր։ Մեռած օրենքներ, չաշխատող օրենքներ։ Մի բանա, որ գիտեք, ես ժամանակին պատգամավոր եղած ժամանակ, իդեպ 5 ամենաշատ նախագծեր հեղինակած պատգամավորն էի ճանաչվել, դրանցից մեկը վերաբերում էր խաչմերուկների շատ առանձնապես ինչ-որ մեծ ռեֆորմ չէ, պրիմիտիվ օրենսդրական փոփոխություն է արժի այդ խաչմերուկների բաները, տեղատների, լույսերի, կապույտ, այդ խեն սախ կանաչ սար։ Հա, որովհետև շատ ահազանգեր կային, որ մարդիկ դժգոհում են, ես էլ ուղղակի շատ ջանք ինձնից չէր գնալու, իմ ոլորտը չէր իրականում, բայց նախաձեռնեցի, ասացի, հեշտ գործա, փորձենք մարդկանց, հա, այսինքն, բայց այդտեղ հարցեր են գալիս ոնց են դրանք կիրարկման մեջ, հա, իրանց դրսևորում այդ օրենքները, ոնց է վարչարությունը արվում։ Հետո նայում ես այլ օրենքներով կարող է պարզվի կոնկրետ այդ օրենքի մասին չի, բայց ամբողջությամբ կան մի շարք դրույթներ, ռազմավարությունների մեջ կոնֆլիկտները գտնելու այսինքն վարկյանների ընթացքում պիտի գտնի, վերլուծի եւ առաջարկներ ներկայացնի, հա, այսինքն նույնը դատական համակարգում ցածր ատյաններում մենք կարծում ենք, որ անխուսափելի են արհեստական բանական։ Այս ամեն ինչը ինչ որ անհավանական բաներ չեն, ուղղակի սրա համար պետք է կամք եւ պետք են հաշվողական ռեսուրսներ։ Եվ սա անելու համար ինչ է արել ՀՀ կառավարությունը, մեր նախարարությունը տվյալ դեպքում մենք ստեղծել ենք արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ։ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը մի հարթակ է, որը որ ստարտափերներին, նորարարներին, ուսանողներին, հետազոտական խմբերին հնարավորություն է տալու սուբսիդավորելու, եթե նրանք որոշել են արհեստական բանականության նորարարությամբ զբաղվել, որովհետև խոսքը թանկ ներդրման մասին, այսինքն ուսանողները նույնիսկ նոր սկսող ստարտափները չունեն այդ հնարավորությունները, որ իրենք, այսինքն մենք պետք է, այսպես ասենք, խրախուսենք կամ սովորեցնենք, հարմարեցնենք բոլորին արհեստական բանականության հետ ավելի ու ավելի շատ աշխատելու։ ԵՊՀ-ի այդ սուպեր համակարգիչը, ԵՊՀ-ի սուպեր համակարգիչը ուրիշ տվյալային կենտրոն է, որը միայն բավարարում է այնտեղ, եթե չեմ սխալվում, 64 GPU-ը կամ հստակ մոտավորապես, միայն բավարարում է բարեբախտաբար ԵՊՀ-ի արդեն կարիքներին։ Գիտահետազոտական խմբեր ունենք այնտեղ, որոնք ամբողջությամբ այդ ողջ ռեսուրսը պատրաստ են հիմա արդեն ուտիլիզացնում են տարբեր տասնյակ հետազոտական աշխատանքների մեջ դրանք մաշացնում են այդ GPU-ները եւ այսօր դա բավարարում է միայն ԵՊՀ-ին, բայց սա համընդհանուր մենք ծրագիր ենք, հետո marketplace-ում ենք օգնելու, որ այդ լուծումները իրենց տեղը գտնեն, օգնելու ենք, որ նորարարների եւ բիզնեսների արդեն այդ նորարարությունը, որ իրանք ստեղծել են, կամ R&D են արել, հասել են տեխնոլոգիական պատրաստության վերջին աստիճանին, բիզնեսի հետ ենք կապելու, որպեսզի այդ բիզնեսները գնեն դրանք կամ տեղայնացնեն իրենց արդեն իսկ լուծումներին, այսինքն շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր գործընթացների մեջ ենք մենք այս պահին, փորձում ենք առավելագույնս adekvat ու օպերատիվ արձագանքել աշխարհում տեղի ունեցող ու մեզ համար առաջարկվող հնարավորությունները առավելագույնս կապիտալիզացնենք։ Ես առաջարկում խոսենք նաև ռազմաարդյունաբերության մասին, որտեղ արդեն երկրորդ անգամ ենք այս ֆորմատով հանդիպում ու չենք հասցնում այդ ոլորտին հասնենք, դա էլ է կարևոր բաղադրիչ ու երևի սահմանագծին է ձեր գերատեսչության ու ՊՆ-ի, երևի ձեր մասով ինչ որ հնարավոր է ասեք, ինչա կատարվում այդ ոլորտում, որտեղ այդտեղ
Դե պատմականորեն եղել են հիասթափություններ, եղել են ակնկալիքներ, որ հիմա այտենց ինչ որ շատ ավելի առաջադեմ բաներ արտադրվում, բայց տեսանք մի վարքյան ուր են դրոնները, երբ նրանք պետք են, ուր են այս բաները, երբ պետք են, հիմա ինչ փուլում ենք, ինչ ունենք այդ ոլորտում։ Նախ շնորհակալություն, վերջապես այս մասին խոսենք, նախ արձանագրենք, գնահատականներ տանք, բայց սահմանափակվենք մեկական նախադասություններով, էներգիա շատ չծախսենք։ Մինչև 2016 թվականը եղել է որոշում, որ Հայաստանը պիտի չունենա ռազմարդյունաբերություն։ Այսինքն բայց դա պիտի բացեք։ Փոխաբերական Տեսեք, հակառակը ձեր ընդդիմախոսները հակադարձում են, որ կար դրոններ գնելու եկա ծրագիր, որը դուք սուեր գնացիք։ Սերսակսեն ասեց մենք հստակ, չգիտեմ, Չինաստան, Ռուսաստան։ Մենք ինչի մասն ենք Չէ, դե ուզում եմ ասեմ, դուք ռազմարդյունաբերության ինչ կապ ունի Ռուսաստան չէ, այդ Չինաստան։ ուրիշ ոլորտ Այդ է։ անհարմար Գնումների օրինակ է։ Անցանք գնումների մասին չեմ խոսում, ես ուրիշ բան եմ ասում։ Երբ մինչև ապրիլյան քարորիա պատերազմ ռազմարդյունաբերություն չի եղել։ Ցանկություններ կարող են որ ռոմանտիկների մոտ եղել է, որովհետև մի քանի ռոմանտիկ մարդիկ նաև ապրիլյանից հետո սկսեցին ներդրումներ անել, բայց դրանք հաշված ընկերությունների մասին էին եւ այդ մարդկանց էնտուզիազմով պայմանավորված։ Մի քանի մարդիկ կամ խմբեր ի պատիվ իրենց, բայց էլի ոլորտը չզարգացավ։ Ինչից կարող ենք մենք ենթադրել, որ մենք ուզեցել ենք նման ոլորտ ունենալ, թե չէ, կայացված տասնյակ ու հարյուրավոր որոշումներից, այսինքն այնպես չի, որ ինչ որ մեկը ասել է պիտի չունենանք։ Ամբողջ տրամաբանությունը համակարգը այդ իներցիոն կառավարումը, այսինքն այնպիսի պայմաններ էին, որ ուղղակի նպաստավոր չէր ռազմարդյունաբերության մեջ ներդրում կատարել, հա, մասնավոր հատվածը ուղղակի արհեստական այդ պայմանները սահմանված էին, որպեսզի Հայաստանը կատարեր գնումներ։ Հիմա չխորանանք, որտեղից ինչ ծավալով ում համար եւ ում միջնորդությամբ չեմ ուզում խորանանք, որովհետեւ դե հիմնականում ինչ որ միջնորդների միջոցով էին նմանատիպ գնումները կատարում։ Նամյակը հասկացա։ Քարորիա պատերազմից հետո այդ էմոցիոնալ ֆոնի վրա ինչ որ խմբեր ձևավորվեցին, բայց նորից ոլորտը որպես այդպեսին չկար։ Եվ շատ բան փոխվեց 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո, բայց ամեն ինչ այսպես բեկումնային փոխվեց 2023 թվականից հետո։ Մի որոշման շնորհիվ։ Դա կոչվում էր, ինչպես խոսքումս նշեցի, հակիրճ, բայց ասենք կոչվում էր եռամյա պայմանագրեր։ Շուրջ 3 տասնյակ ընկերություն, իդեպ նախորդ օրի քաղաքական ուժի ծրագրում գրել էին ընդամենը 3 տասնյակ ընկերություն կա Հայաստանում, էտել էին սխալ գրել, ուղղակի ցնցող բան է իրականում, այդքան տվյալները փաստերը չստուգելու, որտեղ խոսքը միայն այն ընկերությունների քանակն է, որոնք որ եռամյա ունեն, բայց բացի եռամյա պայմանագրերից ընկերությունները տասնյակ այլ պայմանագրեր ունեն պաշտպանության նախարարության հետ եւ ռեեստրում գրանցված ընկերությունները 6 տասնյակից ավելի են, այս իմիջի այլոց էլի այդ բանի մասը հերակա բանավեճի մասը ուղղակի ապշեցուցիչ են այդ տվյալները, որ քաղաքական ծրագրում գտել են սխալ թվերով։ Հա, 6 տասնյակից ավել ընկերություն ենք։ Ուղղակի ռազմարդյունաբերական ռեեստրում համալիրի, եթե չեմ 62 ընկերություն կամ հարակից բան արտադրողն է, թե ասենք ուտելիք մատակարարողն էլ է այդ ռեեստրում։ Զենք կարող է լինել soft, ասենք օրինակ կառավարման համակարգեր, բայց հենց զինված ուժերի համար դրանք ռազմարդյունաբերական ոլորտի գործունեություն ծավալող ընկերություններ են։ Հիմա 172 միլիարդ դրամի կառավարությունը Երևի իր գործունեության ամենահամարձակ որոշումներից մեկն էր, որ կայացրեց 23-ից 25-ի ծրագրի մեջ, որովհետև կրկնում եմ, ճիշտ է 20 թվականից հետո ինչ որ ընկերություններ արդեն գործունեություն էին ծավալում։ Մի քանի ընկերություն, որոնք իրենց միջոցներով Սփյուռքի տարբեր մեր հայրենակիցներ էին ներդրումներ կատարել մի քանի ընկերությունում, նոր ձևավորում էր անգամ վենչուրային ֆոնդ կա այս ոլորտում, բայց այդ ծավալի ներդրումը շատ ռիսկային էր այն իմաստով, որ արդյոք ոլորտը կհասցներ շատ արագ ձևավորվեր եւ այդ
ծառայությունները մատուցել պաշտպանության նախարարությանը։ Մեր այդ հատման կետը կայանում է նրանում, որ մենք ստեղծում ենք, ձևավորում ենք մեր քաղաքականություններով ինդուստրիա, որը պիտի ստանձնի պատվերներ պաշտպանության նախարարությունից որպես հիմնական պատվիրատու, բայց ոչ միայն, որովհետև պիտի ընկերությունները նաև հետայսու արտահանեն։ Այդ մասին հետագայում եթե առիթ լինի կխոսենք, որովհետև չի կարող լինել ինդուստրիա բացառապես մեկ պատվիրատու ունենալով։ Դա բացառված է եւ մեր քաղաքականությունները միտված են նրան, որ պիտի մեր ընկերությունները կոնսոլիդացվեն ժամանակի ընթացքում 60-ից ավել ընկերությունները շատ մեծ թիվ է իրականում, այսինքն այդ խմբերը օրինակ պայմանագրային հարաբերություններ ունենան, ասենք, չգիտեմ, ինժեներական տարբեր խմբեր պատվերներ ստանան հիմնական պայմանագրեր ունեցողներից, որովհետև մեր խնդիրը աշխարհի մակարդակով ունենալ մրցունակ ընկերություններ, որոնք կկարողանան համապատասխան որակի ստանդարտի եւ քանակի այդ ժամանակահատվածի մեջ նաև մատակարարումներ կատարեն այլ երկրներին։ Մատակարարելով նախ եւ առաջ մեր զինված ուժերը, ինչը մոռանանք այս մասին։ Այսինքն այս իմաստով ես կարող եմ ասել, որ 26 թվականին մենք կունենանք արտահանումներ, համենայն դեպս այս իմաստով վտանգնախարարությունը եւ ամբողջ կառավարությունը ջանք չի խնայում, որպեսզի ընկերություններին աջակցի այս process-ը, որովհետեւ սա նոր աշխարհ է իրենց համար ըստ էության։ Միջազգային շուկաներին ստանդարտներին համապատասխան պրոդուկտներ արտադրել եւ արտահանելը, լոգիստիկ խնդիրներ լուծելը, գիտեք, սա նոր բան է, բոլորս սովորում ենք սրան եւ այս իմաստով կարող եմ ասել, որ ամփոփեցինք առաջի երամյան այնպես, որ որոշում կայացվեց, որ դա փայլունը անցկացվել է եւ մենք երկրորդ երամյաններն են գնում ավելի քան 150 միլիարդի նոր փուլ ենք սկսում հայրենական ռազմարտունաբերողների հետ։ Այսինքն հազարավոր ինժեներներ, աշխատակիցներ արդեն ինդուստրիայում կան ձևավորված եւ մենք ունենք ընկերություններ, որոնք որ պատրաստ են արդեն մրցունակ ապրանքներ առաջարկել տարբեր երկրների։ Ունենք ընկերություններ, որոնց ապրանքներով արդեն զինված ուժերը համալրված են, դրոններ, հակադրոնային միջոցներ, կապի միջոցներ, կառավարման համակարգեր, ռադարային համակարգեր եւ այսպես շարունակ, եւ սա իմ կարծիքով մեծագույն ձեռքբերումներից մեկն էր վերջին տարիներին մեր պետության համար, որովհետեւ նորից եմ ասում 3 տարվա միայն երամյաների գծով 450 միլիոն դոլարի գնումը արվելա ներսից եւ դա ուղիղ ներդրում է նաեւ տեխնոլոգիաների զարգացման մեջ, նորարարությունների մեջ, որովհետեւ այդ փողով R&D-ներ են արվել, հա, նոր գիտելիք Հայաստանի սահմանների ներսում ձևավորվել, որը որևէ պարագայում չէր լինի։ Դա ուղիղ գիտության մեջ կամ լավ անուղղակի կամ ուղիղ ոնց կմեկնաբանեք ներդրումա, որովհետեւ դրա արդյունքում օրինակ չեմ ասի լավ, այլ բան չեմ ասի։ Բայց այս մի բան էլ չեմ կարող չասեմ, էլի դրան զուգահեռ օրինակ ես ճանաչում եմ մի թիմ, որը զբաղվում էր ցամաքային դրոնների արտադրությամբ, ինչ որ մի պահի նույնիսկ մի փոքր շփվել ենք այդ թեմայով ու իրենք ուղղակի չեմ կարող չասեմ, որովհետև սրտիցս արուն է կաթում, երբ պատկերացնում ինչքան լավ օգտակար բան կարող լինել 17 թվականից մշակել են ցամաքային դրոն ռոբոտ, որը կատարում է ռազմական խնդիրներ, աշխատել են ինժեներներ, բայց բացի դրանից ինչը շատ կարևոր է ու նաև իսրայելական ռազմարտունաբերությունից տենց մի քիչ փորփրել եմ գտել եմ, որ շատ կարևոր է գործողություններում մասնակցած ու տարբեր ռազմական փորձություններով անցած մարդիկ եւս իրենց փորձը ներդնեն արտադրման մեջ։ Ու այդ մարդիկ մշակել են բոլոր հնարավոր ռիսկերը, թերությունները հաշվի առնելով անալոգ չունեցող մի հատ sense բան են ստացել, որը համ իր զրահի տեսանկյունից, նշան բռնելու տեսանկյունից, տենց շատ որակյալ ապրանք են ստացել, բայց չեն կբանում ու դա կարա փոխարինի զինվորներին սահմանին կանգնած ու այդ տղաները ոնց որ չեն հասկանում ինչի չի կարողանում դա հասնի տեղին սկորպիոնա կոչվում այդ նախաձեռնությունը ոնց կարելի անել որ լավ նախաձեռնություն ինչ որ բյուրոկրատիայի մեջ չկորի բա ինչի մնացածը չեն կորել մյուսները թվեր եմ չի ասում ստուգելի են չէ այդ թվերը պետական փորձարկումը անցել է այդ product-ը Պաշտպանության, այո, դե ինչ որ փորձարկումներ անցել են, ինչ որ փորձարկումներ արհեստական ոնց որ ասում են խոչընդոտում են որ չմասնակցի արտահայտությունը բերում է նրան,
որ եթե Պաշտպանության նախարարությունը հարկատուների, չէ, միշտ ասում ենք, «Լա մեր հարկերով»։ Պաշտպանության նախարարությունը ինչ կառավարությունը պիտի շատ պատասխանատու մոտենա ցանկացած գնման։ Եվ կան շատ կոնկրետ ստանդարտներ, պայմաններ։ Եվ միայն լավ գաղափարը բավարար կլինի, որպեսզի մենք երեքով ոգեշնչվենք դրանից, տարվենք այդ գաղափարով, մտածենք ինչպես ուրախանանք այդ գաղափարով, բայց դա բավարար չլինի, որ տվյալ ապրանքը գնվի պետության կողմից։ Կան շատ կոնկրետ պայմաններ։ Ես իրենց հետ հանդիպման ժամանակ ասել եմ, իմաց տվեք, երբ որ պետական փորձարկումը անցնի ապրանքը, եւ մենք քննարկումներ սկսենք Պաշտպանության նախարարության հետ, որովհետեւ նաեւ մեր դերը կայանում է նրանում, որ մենք Պաշտպանության նախարարությանը ասում ենք, որ այս կամ այն ապրանքը տեխնոլոգիաների նորարարությունների, ինովացիայի իմաստով հեռանկարային է, դիտարկեք, որ այս կամ այն ապրանքը ինքը բացառիկ լուծումներ է իր մեջ պարունակում, խնդրում ենք դիտարկեք, եթե գլխավոր շտաբը նման տեխնոլոգիական հագեցվածությամբ սարքերի կամ զինատեսակների անհրաժեշտություն ունի, դիտարկեք գնման պլանի մեջ։ Հասկանում եմ։ Դա չի կարող նմանատիպ խոսակցություն լինել, եթե դա իր R&D բոլոր 9 փուլերը չի անցել, գիտական հենք, հետո նախատիպավորում կամ proof of concept, այսինքն կոնցեպտի ապացույց, հետո պրոտոտիպ կամ նախատիպավորում, հետո լաբորատոր պայմաններում վալիդացիա, հետո իրական միջավայրում վալիդացիա, փորձարկում, հետո արդեն կիրառում, համընդհանուր կիրառում, արդեն պատրաստի պրոդուկտ պիտի լինի, 9-րդ TRL-ով պիտի փակվի։ Այդ պրոդուկտը գնում է պետական փորձարկման, դա նշանակում է, որ բոլոր փուլերը իրենք անցել են, եւ ես հույս ունեմ, որ իրենք արդեն անցել են, ես ուղղակի տեղեկացված չէի, որ պետական փորձարկում անցան, ես ձեր եթերում կարող եմ նաեւ հանձնառություն ստանձնել, որ եթե պրոդուկտը պատրաստ է, այսինքն այս պահին միայն մնում է դրա եւ պետական փորձարկում անցել, թե զարմացած եմ, որ չգիտեի։ Եթե անցել է, պատրաստ է արդեն մասսայական արտադրության եւ բանակ մատակա, այդտեղ միակ բանը դա արդեն գլխավոր շտաբի կարիքներին համապատասխանել եւ այսպես շարունակել, որտեղ ես անելիք չունեմ, այսինքն յուրաքանչյուր ինստիտուտ իր մանդատի շրջանակում է ասա, բայց խնդրում եմ, հիմա ես չեմ ուզում մտնել շատ դետալների, օրինակ ԲՏԱ նախարարությունը ժամանակին ֆինանսավորման ծրագիր է արել, այդ ծրագիրը օրինակ ավարտին չի հասցվել, նույն ընկերության շերտեր կան, ես չեմ ուզում նեգատիվացնել այս խոսակցությունը, զուտ որպես սկզբունք, որ կա այդ խումբը, որ ինչ որ վառվում է այդ մտքով, ուզում անի։ Ես այսպես ասեմ, բալետ եմ անում իրենց, ներողություն ոչ հայերեն բառից համար։ Ես ուղիղ ասել եմ, ինչն է այդ բյուրոկրատիան, մենք վերացնենք, բայց հիմնականում իրենց ինժեներական, հետազոտական թիմը անելիքներ ունի, այսինքն այդ անելիքները ավարտելուց հետո եւ ապացուցելուց հետո, որ այդ ապրանքը բոլոր փուլերը անցել է, արդեն պատրաստ է զանգվածային արտադրության եւ բանակում համալրվելու, դա արդեն ուրիշ խոսակցություն է, որից հետո շատ կոնկրետ տղաները ասել են, որ երբ այդ փուլին հասնեն, ասել են, որ լավ կլիներ, որ օրինակ պետությունը ֆինանսավորի, բայց մենք նման բան չունենք, մենք միայն R&D ֆինանսավորելու գործիքակազմ ունենք, այսինքն իրենք գնացել են այլ տեղերից, կարծեմ մասնավոր հաշվեհամար են հրապարակել, մասնավոր ներդրումներ են ներգրավում եւ ես կճշտեմ, խոստանում եմ ճշտել, եթե փորձարկումները անցել են, մենք կկամրջենք Պաշտպանության նախարարության գործընկերների հետ։ Ես ուրիշ բան չեմ խնդրում, ոստեղ ուղղակի բոլորիս նպատակը մեկն է, ինչ որ առանձին ինչ որ շահեր չունենք, ոչ կազմակերպություններ կամ բան այդ ոլորտում, ուղղակի եթե իրոք կարա լավ բան լինի, ափսոս է, էլի փորձենք օգտակար լինել, եթե ուղղակի խնդրում եմ ինչ որ ես գան ոլորտ, որտեղ ունենք շատ։ Նախ ինչ որ բան խնդրել, որը իմ պարտականությունների մեջ է, դա իմ պարտավորությունն է, բայց նկատի ունեմ իրենց հետ մեր պայմանավորվածության համաձայն, ես պիտի տեղեկացվեի, երբ այդ փուլերը անցնեին։ Չեմ բացառում, որ ռազմարտունաբերության կոմիտեի նախագահին արդեն տեղեկացրել են, ես չեմ հասցրել դեռևս խոսել,
Հավելյալ բոլոր կճշգրտեմ, փուլերը բայց չեն անցել կարող։ պատկերացրեք, բազմաթիվ ընկերություններ կան, հարյուրավոր առնվազն մի քանի տասնյակ ապրանքներ մշակվում են, արտադրվում են, մատակարարվում են, չեմ բացառում, բայց նկատի ունեմ այս խնդրին ծանոթ եմ, ես անձնապես ճանաչում եմ Էդուարդին, եթե ճիշտ եմ հիշում անունը, եւ ես միայն ուրախ կլինեմ, որ արդեն իսկ բարձվի, որ այդ փորձարկումները անցել են եւ արդեն մտնում ենք պաշտպանության նախարարության հետ բանակցությունների փուլ։ Ես միայն ուրախ Շատ կլինեմ։ լավ։ Բայց սրան զուգահեռ ասենք ուղղակի, որ այն ընկերությունները, որոնք ավելի արագ կարողացել են ապրանքները նախագծել, մշակել, արտադրել, հետո մատակարարել, բնական է, որ ձևավորվել են հարաբերություններ պատվիրատուի եւ ռազմարտունաբերողների միջև, արդեն տարիների հարաբերություններ, հա, նաեւ վստահություն, այսինքն մատակարար գնումը կատարելա ժամանակին, մատակարարումը կատարելա, կարողունակությունները այնտեղ արդեն ձևավորել, հարյուրավոր աշխատակիցներ այդտեղ կան, արտադրական հոսքագծեր կան, հզորություններ կան, դա արդեն կայացած ընկերությունը իր գործարանով արտադրական ենթակառուցվածքներով հասկանալի է, եւ մենք դա ունենք։ Ես ուզում եմ նախ ասեմ, չեմ բացառում, որ ինչ որ ընկերությունների հետ կա ինչ որ առանձին գործերով բաց թողումներ եղած կնեն, անհնար է դա անհնար է եւ կլինեն երևի դժգոհություններ երևի ինձնից, մեր թիմից, էլի կարծում եմ, որ դա եւս չի կարելի բացառել, բայց ընդհանուր պատկերի մեջ խնդրում եմ դուք էլ, որովհետեւ ձեր միջոցով շատ կարեւոր է, որ թեկուզ երգիծանքի, կատակի, հումորի մեջ, բայց ընդհանուր պատկերը հասցնենք եւ այն առանձին խնդրահարույց կետերը չստվերեն իրական կատարված աշխատանք։ Դե այդ առումով կարող եք ասել ընդհանուր առմամբ հիմա կարիքների քանի տոկոսն է կամ որ ոլորտներում է արդեն հոգում մեր արդյունաբերությունը, ռազմաարդյունաբերությունը։ Համեմատած ասենք, չգիտեմ, 6 տարի առաջվա այն է։ Ես կարող եմ իհարկե ասել, բայց առաջարկում եմ առաջիկայում կունենանք առիթներ, եկեք տեսեք։ Ես գամ այն ոլորտ, որտեղ շահ ունենք։ Որովհետև ես թվերի մեջ շատ չէի ուզում։ Մի կազմակերպության մասին ենք խոսում։ Հա, այդտեղ մի քիչ կկրճատեք, էլի։ Նո, այստեղ կարևորը մոռացա արդեն, չէ։ Հա, այդ պարադի ժամանակ ինչ որ նախատեսվում է ցույց տալ ինչ որ տեխնիկա, որովհետև այդ հիշեցի, որ ասցիք, ու մեկ էլ հիշեցի, որ լրագրողներին էի հրավիրում, կառավարությունը, որ ծանոթանան տեխնիկայի հետ։ Ես օքեյ չեմ դրա հետ։ Մի հրավիրեք լրագրողներին, որ ծանոթանան մեր գաղտնի տեխնիկայի հետ։ Հրավիրեք ինձ Նարեկին։ Չէ, մեզ էլ պետք չի։ Ուզում ասեմ, էդ էլ է, էլի մի քիչ վտանգավոր է։ Հա? Չէ, վտանգավոր չի։ Իսկ պարադ գաղտնի բառը պետք է իմաստ ունենա։ Իրարամերժ բանը Հա, որտեղ չէ, դա իրարամերժ սովետական տրադիցիա է, էլի ինչ որ մեր մեջ նստած։ Իրարամերժ որտեղ ոնց որ թե դիրքավորում եք որպես ավելի Եվրոպա մեծ։ Զորահանդեսը։ Հա, զորահանդեսը դիտենց շատ սովետական։ Տեսեք, ցուցադրությունը հիմա դա կլինի զորահանդես, թե ցուցահանդես, էքսպո, չէ՞, ցույց տալու դրանք ֆորմատներն են։ Դուք չգիտեք, որ աշխարհի բոլոր երկրները ամեն տարի իրենց արսենալը ցույց են տալիս տարբեր միջև նախընտրական տարի, ըստեղ այլի ոնց որ պարադոքսը, ոնց որ մի կողմից ուզում եք գոհացնեք այն մարդկանց, ովքեր ձեզ չեն վստահում, որտեղ մտածում են դե թույլ է, բան, ինչ որ բան, ահա, տեսեք ոնց որ ուժի ցուցադրում է, մյուս կողմից սաղ աշխարհին հերարցակում ենք, որ մենք սյով խաղաղություն, բան, ասես բան, ու բայց պարադ ենք։ Մեկ էլ Կիմ Չեն Ընն է պարադան, Ռուսաստանում են պարադանում։ Մենք զորահանդեսից օրեր անց անցկացնելու ենք ցուցահանդես եւ դրսից մի շարք հյուրեր ենք ուզում հրավիրեն ընկերությունները այն պատճառով լրիվ օքեյ է, որ ուզում եք արտահանեք, արդեն ասացի, լոգիկան, ցիպոչկան լրիվ բռնում է, բայց զորահանդեսը չգիտեմ, հա։ Լավ։ Բացի այդ նաեւ ես ասեմ, որ շատ հաճախ այդ խոսակցությունները, բայց չգիտեմ, վերջերս նաեւ ազգային ժողովում առիթ եղավ, այդ փողերը որտեղ եք ծախսել, հետո չէ, երկխոսություն սկսեց կառավարության հետ, որ բյուջեի, չգիտեմ, տարատեսակ գումարների որտեղ են ծախսվել, այդ ինչ պաշտպանական ծախսեր եւ կարծում եմ սա հաշվետվության
ձևերից հնարավոր տարբերակներից մեկն է։ Ես ուզում եի գալ YouTube-ին։ Եթե դուք նկատի ունեք, որ դա տեսնելով մարդիկ մեզ պիտի ավելի շատ ձայն տան, դա նշանակում է, որ մենք փայլուն գործ ենք արել։ Դե նայած Եվ ռիսկ էլ չկա այն իմաստով, որ կներեք, բայց այդ յուրաքանչյուր սուվերեն պետության իրավունքն է, չէ, բանակ ունենալը։ Կա մարդ, որ առաջարկում է չունենալ եւ չհագեցնել։ Բոլոր երկրները ունեն։ Բայց ամենախաղաղասեր երկրներն էլ ունեն։ Բայց թակուբիր երկրներն պարադանում։ Հա, դե ճաշակի հարց է երևից, չգիտեմ։ YouTube-ից էլի խոսեմ։ Իսկ մի հարց հետաքրքիր է, զորահանդես միայն հետսովետական երկրներն են անում։ Չէ, Ռուսաստանն էլ է հիմա անում։ Չէ, Ռուսաստանն էլ է հետսովետական։ Կա այլ երկիր, որ զորահանդես անում։ Ֆրանսիան զորահանդես չի անում։ Վերջերս, չէ, Անկեղծ տեղեկատվության պակաս ունեմ, էլի։ Հա, իրոք ես կլինի, որ բարձվի, որ տենց տրիումֆալն է արկայից սիրուն դուս են գալիս։ Վերջերս բաները։ Թրամփը արեց, անցած թե առաջի հա Թրամփը արեց, որը դարավ նախագահ, հիմա թե առաջի անգամ ու բոլորը ասում են, արա, sense այս լրիվ դարավ սովետ, որ եվրոպական ոչ մի երկիր չի անում, ամերիկան առաջի անգամ ցիվիլ երկրներից սկսեց բանել տենց հին սովետական մոմենտներ։ Կանադան չի անում, էլի։ Բայց թե հա, այդ պրոստը YouTube-ը եւ այսպես մոնետիզացիան մնացել են հաշված շաբաթներ։ ոնց դա չկա։ Չէ։ Ну, պաշտոնական, հա, չկա, էլի։ Մենք Իրարս ինտերվյու Այ հիմա եթե ընթացքում ես խոսակցությունը կտրվում է ու ասում են never say how are you, այդ հələ որ տենց հա, այդ հələ այդ չի, բայց շատ կարճ այդ որքանով ծավալուն process-ը, որտեղ ես հիշում եմ մեր նույնիսկ նախորդ խոսակցությանը մենք դրա մասին տենց թեթև շփոթեցինք, որ պետքա լինի ու ավելի կարևոր երկրորդ մասը էլ ինչ սպասենք, որ YouTube-ի հետ կգա Հայաստան։ Ես նախ վստահ եմ, որ չեմ ասել, որ խոստանում եմ YouTube-ի մոնետիզացիան կլինի։ Երևի ուրիշ ձևակերպում, ասել եմ աշխատում ենք։ Հիմա կարող եմ նույն բառերով, բառապաշարով խոսել, որովհետև ես միշտ խուսափում եմ։ Հա, ինձ վերագրեցիք բան, ասել եմ կլինի, որովհետև միշտ խուսափում եմ։ Հիմա մենք աշխատում ենք մի շարք այլ ուղղություններով, գաղտնիք չի PayPal-ի ամբողջական ծառայությունների հասանելիություն, աշխատում ենք Stripe-ի հետ, TikTok-ի, Meta-ն շատ բարդ է, որովհետև մեր ունեցած տվյալները միայն 6 երկրում է մոնետիզացված մեծ շուկաներով Բրազիլիա, ԱՄՆ, Ֆրանսիա, չեմ հիշի, Ավստրալիա կարծեմ 6 երկր, բայց ամեն դեպքում մենք հիշեցնում եմ, որ մենք քանի որ օգոստոսի 8-ին ստրատեգիական համագործակցության փաստաթուղթ ունենք, տենց անընդհատ աշխատացնում ենք այդ փաստաթուղթը, այդ թվում եւ ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, փորձելով իրենց շահագրգռել էլ ավելի սերտացնելու հարաբերությունները մեզ հետ, ընդհանուր Google-ի հետ մի քանի ուղղություններ, օրինակ YouTube-ի մասով Kids երեխաների ծրագիրը, որը դեռ հասանելի չի, պրեմիումը կհաջորդի մոնետիզացիային, շատ են, ես նույնիսկ եթե դուք հարցնեք, գուցե ես, հա, LinkedIn-ի նույնականացում, այսինքն բոլոր ուղղություններով աշխատում ենք, ինչ որ ուղղություններով ունենք շատ առաջընթաց, անգամ աշխատում ենք մեզ համար ոչ ստրատեգիական ուղղություններով, բայց քանի որ դա մեզնից շատ մեծ ջանք չի տանում եւ մենք կարող ենք նաեւ մասնավորի ներգրավելով օրինակ PlayStation-ի սիրահարներն են դիմում, որովհետեւ գրանցվում են ինչ որ iSense երկրներով։ Եվ նմանատիպ իհարկե բտա նախարարությունը այդտեղ մեծ ռեսուրսներ կենտրոնացնել չի կարող, բայց առնվազն նմանատիպ հարթակների հետ մենք ասում ենք, որ Հայաստանը պիտի լինի տեխնոլոգիական քարտեզի վրա, խնդրում ենք այդ հասանելիությունը տալ, որովհետև նաև եթե դա հիմա ակտիվացնեք Ռուսաստանից բոլորը Թուրքիա, Ղազախստան, sense ինչ որ account-ներ են բաց։ Կստեմ, եթե ասեմ, որ այդչափ խորացել ենք, այսինքն նմանատիպ մուլտիպլիկատիվ էֆեկտներ, որ PlayStation-ը կբերի, բայց օրինակ կան գեյմերների ասոցիացիա իրենց այդ սերտորեն աշխատում են նման գեյմերներ։ հա, նույնիսկ Facebook-յան խումբ կա։ Գեյմեր, դրա վրա է աշխատում։ Չէ, իրանք չգիտեմ, օրինակ Roblox-ում ինչ որ
Roblox-ի հետ բանակցում ենք, որ այդ chat-երի, ֆիլտրերի Գեյմերների ես էլ եմ ներգրավել այդ խմբում, շփվում եմ, փորձում ենք հասկանալ։ Ձեր այդ հանդիպմանները եկել ճիշտ է, նկարը տեսել եմ։ Եկել էին։ Եվ այս իմաստով, այստեղ խնդիրը իհարկե առաջնահերթություններն են։ Այսինքն կներեք, բայց եթե մենք YouTube եւ PayPal մենք կորդորում ենք այդ երկուսի վրա կենտրոնել։ Բտա նախարարությունը մեկ ամիսներ առաջ է այդ բանակցությունները ստանձնել, այլ գործընկերներ էին, եթե չեմ սխալվում, մինչ այդ կենտրոնական բանկի գործընկերներն էին աշխատում, հիմա մենք եւս ներգրավված ենք, նորից ԱԳՆ գործընկերներն են ներգրաված, որովհետեւ այս շատ կարեւոր է, որ ամեն դեպքում չմոռանանք, որ մենք քաղաքական մակարդակի հարաբերություններն ենք նաև փորձում կապիտալիզացնել, որովհետև նաև YouTube-ը հնարավորություն դարձավ, որտեղ ես ցույց ասեմ, շատ վաղուց էին այդ բանակցությունները գնում եւ Վենսի այցի շրջանակում փոխնախագահի այցի ժամանակ հայտարարվեց, ոչինչ պատահական չէ, այսինքն մենք անդադ հղում ենք անում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություն, որովհետև այդ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները բերում են վստահություն նաև կորպորացիաների համար, որովհետև երկար ժամանակ Հայաստանը այդպես է ստացվել, որ չի դիտարկվել որպես ամենավստահելի գործընկեր, տարատեսակ լիցենզիոն ծրագրերից օգտվելուց մինչև այլ հարթակներ, չգիտեմ, ինժեներական կոմպոնենտներ, էքսպորտի վերահսկողություն, մենք մեր տնային աշխատանքները պարբերաբար անելու արդյունքում հասել ենք մի կետի, որ օրինակ հիմա բանակցում ենք Mauser եւ DigiKey, դուք երևի ձեզ շատ բան չասի, բայց ինժեներական, արդյունաբերական տարբեր ընկերություններ, տեխնոլոգիական իրենց շատ բան կասի, այդ կոմպոնենտներ, բաղադրիչներ մատակարարող աշխարհի երկու խոշոր խաղացողներն են ամերիկյան, այսինքն այդ վերաարտահանման վերահսկողական գործիքների համակարգերի տարիներ շարունակ մեր ներդրումը հետևողական բերել է նրան, որ մենք արդեն կարողանում ենք բանակցություններ վարել, նույնը տիեզերական ընկերությունների հետ կարողանում ենք բանակցություններ վարել, որոնց հետ ուղղակի խոսակցությունները կանգ էին առել ինչ-որ մի փուլում։ Սա է մոմենտումը եւ ես հույս ունեմ, որ ոչինչ չեմ խոստանում որևէ պարագայում, բայց այն ծառայությունները, որ թվարկեցի, ժամանակի ընթացքում հասանելի կդարձնենք, որովհետեւ Հայաստանի տեսանելիությունն է բարձրացել ընդհանուր քարտեզի վրա, եւ մենք փորձում ենք առավելագույնը դրանից քաղել երկրի համար։ Վերջին հարց ունեմ, կոմենտ ու հարց։ Ուղղակի որ կենտրոնական բանկ ասեցիք, PayPal, բան։ Ներողություն, Starlink-ն էլ այդ թվին էր։ Գործում է, չէ՞։ Ես չունեմ, բայց վերել էին մի մոտ փորձ։ Starlink-ը գործում, մենք վերջերս նաև ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում Starlink-ը նվեր տվեց շուրջ 110 տերմինալներ դպրոցներին եւ 1 տարվա ամբողջ ծառայության անվճար հասանելիություն տվեց հատկապես բարձր լեռնային հատվածներում գտնվող որտեղ կապի խնդիր կա կամ կապի որակի խնդիր կա ավելի շուտ, որտեղ բոլոր տեղերում էլ հասանելիություն կար, բայց որակական խնդիրներ կային, նկատի ունեմ նորմալ աշխատում, բայց դա էլ SpaceX-ի հետ երկար 100-րդ կամ 100, չգիտեմ, որերորդ երկիրն էր Հայաստանը, որ ակտիվացվեց։ Երկար ժամանակ չես, բայց հերթով լուծում ենք։ Որ կենտրոնական բանկ ուղղակի ասցիք, հիշեցի 1000 դրամն ու 10000 դրամը, ուզում եմ ասի, արա այդ մարդիկ չկարողացան գտնել մասնագետ, որ այդ 0-ն 10000-ի մի քիչ երևացող լինի, 10 այդ գլոբալ ու գույներն էլ նման, թվերն էլ այտենց, մի խոսքով, այդ ուղղակի կոմենտ, այդ անդադ ուզում հիշացնեմ։ Ես պիտի ասեմ իմ կարծիքով կենտրոնական բանկը երևի մասնագիտական կարողունակությունների առումով սենց շատ բան դիլետանտ կարծիք ասեմ էլի, որովհետև շատ ներքին շերտերը չգիտեմ, բայց երևի ամենակայացած պետական կառույցներից մեկն է եւ հաճելի է իրականում իրենց հետ համագործակցությունը։ Այս շրջանակում եւս մենք աշխատեցինք այդ սինդիկատի շրջանակում եւ հումորներ իհարկե ողջունում եմ։ Օբյեկտիվ չէ, ես էլ եմ կարծում որ շատ կայացած բան է, ուղղակի ամեն անգամ sense տալիս եմ, ասում են
1000 ոչ թե 10 հետ են Ես վերցնում։ Մարտին Գալստյանի հետ խոսեմ, եթե ուզում, հա։ Մեկ էլ մի հատ էլ հարց Այդ 0-ի հետ կապ, հա։ Հա 10000-ի զրո չի Այնտեղ եղել։ մքացրել են։ Վերջերս մքացրել են 5%-ով ավելի լավ էր։ Այդ կոմենտը հարց չի, ուղղակի տենց հումորային կոմենտ։ Մի հատ էլ հարց չգիտեմ, ձեր գծովա թե չէ, բայց անձնագրերի եւ վարորդական իրավունքների վրա նկարները խի են այդքան վատ։ Ախր IT-ն խոսում բարձր տեխնոլոգիաներ։ Իմ նկարը իմ վարորդական իրավունքների ոնց որ 93 թվականի Դենզիի հերոսն են, ինչ վատ անալոգային Ես ունեցել եմ Դենզի։ Ես նայում եմ իմ վարորդական իրավունքը, հենց sense էին, Մարիոն հենց sense կուներ։ Կկոմունիկացնեմ։ Ներքին գործերի նախարարի հետ կխոսեմ։ Որ չէ, այտենց։ Ես կարծում եմ, որ քանի որ դուք բարձրացրիք այդ խնդիրը, Մասնավորապես եթե ձեր նկարի հարցը եթե AI-ը դնում ենք, այս sense ինչ որ իրարամերժ բաներ էլի, որ հիմա ուսոր բիոմետրիկ паспорտը դուրս է գալիս կամ արտոնսրակ դժվար էր իրան ստանալ, խի, եթե 10 տարի առաջ շատ հեշտ էր։ Ասեմ, իմ կարծիքով բարդ պրոյեկտներ, բարդ նախագծեր ինքնուրույն անելու խնդիր ա ունեցել Հայաստանը։ Project management-ի, հա։ Նաև, հա, բայց բարդ, այսինքն կոմպլեքս խնդիրների։ Չնայած պարզ խնդիրներն էլ, ասենք, չգիտեմ, ավտոմայրուղիներ կառուցելու խնդիրներ էլ ենք ունեցել։ Հիմա սովորում ենք, դե ընդհանրապես սովորում ենք, խստացնում ենք պայմանները, չգիտեմ, տարատեսակ ստեղծում ենք լաբորատորիաներ, որ այդ էքսպերտիզան արվի, որակի վերահսկողություն, սովորում ենք։ Հեծանիվ քշելուց բարբերաբար տենում ենք, որ դպրոցների 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում սովորում ենք ինքնուրույն մեր սեփական գիտելիքներով, ինժեներական կարողություններով, ընդհանրապես նաև ինչ որ սխալներ անելով շտկում ենք ժամանակատարա դա, այսինքն ընդհանուր պլանից հետ ենք մնում առաջին հայացքից, բայց այդ հնարավորությունն է տալիս նաև այդ կոմպետենցիաները զարգացնել։ Նրանք, ովքեր ում մենք կորցրել ենք, հետո վերադառնում են, որովհետև ձևավորվել է պահանջարկ, կան աշխատատեղեր, բայց առավել բարդ պրոյեկտներ իրականացնելը առանց դրսի գիտելիքի ներմուծման ես ուղղակի բացառում եմ։ Օրինակ բարդ ինժեներական, չգիտեմ, թունելների նախագծում, կառուցում, նույն, ասենք, աստիկ կենսաչափական անձնագրերի եւ ինքնիշխանությունը գին ունի եւ այդ գինը մենակ դուք ինչ որ հիպոթետիկ ռիսկեր ասցիք, որ այ եթե մենք ինչ որ հարաբերություններ փչացնենք, ինչ որ բան կթանկանա բան, մենակ դա չի, ինքնիշխանությունը նաև գին ունի շատ բան ինքնուրույն անելու, հենց այդ բառի արմատը ինքնուրույնությունն է։ Համաձայն եմ։ Օրինակ, եթե նույն իրավիճակը, որը մեր ոդկասթի ամենասկզբում էինք քննարկում, ասես լրիվ եկեք իդենտիկ վիճակ պատկերացնենք, փոխենք Ամերիկան Ռուսաստանով ու մարդկանց մեջ լրիվ հակասող հույզեր էին առաջանում, եթե ենթադրենք, որ Ռուսաստանը կառուցում է ինչ որ 4 միլիարդանոց գործարան ու մի քաղաքական ուժ ասում է, այ եթե մենք չընտրվենք, ուրեմն չի լինի, որտեվ Ռուսաստանի հետ բան կգա, ասես հիմա լրիվ ուրիշ տեսանկյունից ենք նայում, լրիվ իդենտիկ նույն խնդրին։ Ինձ թվում է իրական իշխանությունը բոլորի հետ, ինքնիշխանությունը բոլորի հետ շատ գործնական թույն հարաբերություններ ունենալն է, ոչ թե տեքստի արդյունքում հանգիստ կարող եք մեր կուսակցության մեջ լինել, որտեղ մենք նույն բանն ենք ասում։ Գուցե երբեմն ձեր որոշ կոլեգաների մեկնաբանություն չեք նայում, ինչքան մենք ենք նայում։ Կարա արժանացի որ ձեր առաջարկած բանաձևը մեր բանաձևն է։ Ախր ոչ մի պետության հետ որոշ տոնով պետք չի խոսալ, մանավանդ զուտ գեոգրաֆիայով մեզ մոտիկ գտնվող եւ մեր տնտեսության հետ այդքան կապված, բայց այդ էլ մի կողմ, չգիտեմ, մեզնից շատ հեռու ոչ մի պետության ԱԳՆ-ի հետ, ինչ որ իրանց առանձին պաշտոնյանի հետ պետք չի տենց խոսալ, զուտ բարեկիրթ լինելու բոլոր պայմանավորվածություններով։ Իսկ Ռուսաստանը շատ մեծ դեր ունի մեր տնտեսության մեջ, իսկ թվում է դա այդպես վիճարկել է։ Դրա համար պիտի շատ արդյունավետ Հիմա իմ վերջի հարցը, հիմա ընկերների հետ, բայց այդ միտքը ուղղակի չթողեցի կավարտել, կարող է իմաստ ունենար։ Այդ ինքնուրույնությունը նաև նշանակում է, որ մենք պիտի ինքներս վերափոխվենք ավելի լուրջ բաներով, լուրջ քաստի շրջանակում եմ էլի ասում, սկսենք զբաղվել ավելի կոմպլեքս խնդիրներ ինքնուրույն փորձենք, որովհետև
ինքնիշխանությունը նաև չէ, որ մենք ենք վերջ։ Սկսում ենք իհարկե սովորելով դրսից գիտելիք տրանսֆեր, տեխնոլոգիական տրանսֆերներ անելով, գիտելիքի տրանսֆեր անելով, գիտակցելով, որ շատ բան չգիտենք, բայց որ ասում եք, այ օրինակ, չգիտեմ, ինչ որ մետրոն, ինչ որ բանը։ Ես էս չեմ ասում որպես արդարացում։ Քավլիցի, ես իսկապես անկեղծորեն ասում եմ, մարդ, որը ամեն օր տարատեսակ բարդ պրոյեկտների հետ առնչություն է ունենում եւ տեսնում է, որ մենք ունենք ռազմարտությունաբերական պետական մասնակցությամբ գործարաններ եւ ուզում ենք գնանք դրանց առողջացման, ասենք տարիներ շատ, տասնամյակներ շարունակ պարտքեր են կուտակվել, աշխատավարձեր չեն վճար, ուզում ենք գնանք առողջացման, բայց այդ առողջացումը պրիմիտիվ լուծումներ չունի, կոմպլեքս լուծումներ է, եւ ես ինքս ամեն օր համոզվում եմ, որ ներքին կարողունակությունների խնդիրն է բերում ձգձգումներին։ Հետո սկսում ենք ուրիշի հետ շփվել, հասկանալ, ներգրավել, գիտելիք ենք գնում, փորձ ենք փոխանակում եւ հետո տեսնում ենք, որ այդ հարցերը սկսում են լուծել։ Աննախադեպ իրադարձություններ են նույն այդ ոլորտում տեղի ունեցել, երբ մենք մի քանի մեռած կառույցներ տարել ենք առողջացման, մարդկանց աշխատավարձեր ենք տվել, որ անհուսալի ուղակի, անհուսալի, նույնիսկ չեն հավատացել, տասնյակ հարյուրավոր այդ ոլորտում ներգրաված, որոնք ասենք հազարավոր բաժնետերեր ունեն, որ սովետական շրջանից գործարաններ են, հա, դե մեր բալանսում մի շարք այդպիսի կառույցներ կան, որոնք չեն աշխատում, բայց պարտքեր կան կուտակված, չգիտեմ, այսպես շարունակ, եւ դրանք բարդ լուծումներ են ենթադրում, որի համար հարկավոր է կոմպետենցիա։ Դրանք ձևավորվում են եւ այդ ամեն ինչը, երբ դու մի բան պատկերացնում ես, նորմալ է, որ ճարտարապետությունը դու կազմում ես ըստ ժամանակացույցի, հետո ընթացքում անընդհատ այդ խնդիրներին ես բախվում, գիտելիք, ընդ որում համատարած, այստեղ մի պաշտոնյայի գիտելիքի մասին չի։ Ես ձեզ ասեմ, մեր նախարարության թիմում 3 փոխնախարարներից 2-ը գիտությունների թեկնածու են, մեկը հայցորդ է, ռազմարտությունաբերության կոմիտեի նախագահագիտության թեկնածու է, հիմա չեմ ուզում sense հերթով ասենք, բոլոր մեր ՓԲ-ների ղեկավար, այսինքն այդ բայց այստեղ մի պաշտոնյայի ուղակի, չգիտեմ, Լոնդոնում սովորելու հարց չի։ Սա համատարած խնդիր է։ Ազգովի այդ մեր գիտելիքները, դրա համար վարչապետը անընդհատ հենց սա ասում է, միանգամից ասում է ինձնից եմ սկսում, հետո ասում եմ մենք 3-րդ դասարանում ենք նրանց թե 8-րդ դասարանում, հետո մենք դրա վրա հումորներ են ձևավորում, բայց դրա տակ կա փիլիսոփայություն։ Գուցե ավելի հեշտ է դա ծաղրել կամ, չգիտեմ, ինչ-որ կատակի բան, որը նորմալ է, եթե նաև այդ ֆորմատի հաղորդումներ են, բայց համընդհանուր դրա տակ կա խորություն եւ այդ իմաստ ունի, նաև որովհետեւ այդ հաղթահարելու նախադրյալը կամ նախապայմանը դրա հետ առերեսվելն է եւ շատ բաներ, որ դուք պարտավոր եք անընդհատ մեզ հիշացնելու, տանջել ու տենց տրոլ անել, որովհետեւ դա նաև մղում է, ասենք, մի քանի ժամ ավել աշխատելու օրվա ընթացքում։ Միևնույնն է, հիմնական պատճառը այդ բարդ պրոյեկտներն են, որտեղ մենք նոր կուտակում ենք այդ գիտելիքները ու ազգովի ինքնուրույն, որպես ինքնիշխան դարձած պետություն փորձում ենք կառավարել, լուծել, սխալվել, հետևություններ անել։ Ամփոփելով, որ շատ բան ստացվեց, լիրիկական ստացվեց, բայց այս մի բանը արժե շատ լուրջ խոսել, որովհետև անկեղծ է դա, ասենք, շատ բաներ կա չգիտենք։ Եվ ոչ թե ինչ որ մարդիկ կան, ում տեղը մենք չգիտենք կամ մենք մեծամտություն ենք անում, չենք ներգրավում, այն ծավալի, ես ձեզ ասեցի, մի օրինակ բերեմ, այդ AI զանգերի կենտրոնի օրինակը 40 ընկերությունների հետ աննախադեպ ուրեմն ներառականությամբ աշխատել ենք, որպեսզի այդ տեխնիկական առաջադրանքը լինի։ Այսինքն ընդ որում ընկերություն, որոնք նույնիսկ փոքր հետազոտություն ունեն արած այդտեղ, չգիտեմ, տեքստը ձայն վերածելու բան, բայց մենք գնացել ենք ամենալայն, ամենաընդգրկուն ներառականության հասկանալով, որ եթե մենք մեր աշխատասենյակներում փակվենք ու տեխնիկական առաջադրանք գանք, դա չի աշխատելու։ Ուղղակի չի աշխատի, կամ վատ բան է ստացվելու ու դուք էլ ոնց որ նորմալ նյութ ենք տալու ձեզ,
որ խոսակ այդ զանգելու եք դուք Հա, ուղիղ մեկը եթերով զանգելու է, այդ էնի բանը մի ու բան խառնելու է, ախմախ այդ ինչ որ մի բան ասելու է այդ chat-bot-ը, այդ մարդը պայմանական ասած, մենք դա չենք ուզում, մենք ուզում ենք ինչ որ անում ենք, այդտեղ գրագիտություն ենք ուզում տակը դնել եւ բոլորին ներառում ենք, բայց սա համընդհանուր խնդրեմ է եւ դրա մասին արժի խոսել։ Ես Շնորհակալ- կուզենայի նախընտրական այս բանում պարզա գրքերը հիմա ասես մաքսիմալ թեժն, ժանրի կանոններով թեժանրում են, բայց կա միշտ հունիսի 8 Դե նույնիսկ ինձ տեսակ ոնց սադրեցին, չէ՞։ ընդհանուր ոնց է օրինակ ձեր թիմի ներսում տրամադրվածությունը, այդ թեժությունը ամսի 7-ին ավարտվելու է, տենց որովհետեւ Տարօրինակ հարցը։ Ես էլ մտածում եմ վերջում Սպասի, հուշող դե, բաներ էսի կացի որ ամբողջական հարցը չի։ պատասխանեմ, հա։ այսի ամբողջական հարցը չի, հա, բայց ընդհանուր առմամբ այդ եւ ժողովուրդը չի կարող այդ բանի դոզայի տակ երկար բանի, որտեղ դա շատ նյարդայնացնող է ու պետք է այդ բացասական էներգիան ինչ որ միտեղ լիցկաթափվի եւ իսմա կառավարելն է շատ դժվար այդ ինչ որ տես պայմաններում, որտեղ անդադ ինչ որ վենդետա, սպառնալիք, ինչ որ բան կա տրամադրվածություն, որ ավելի տես կառուցողական, առանց տես թիրախավորելու, տեսնենք երկիրը ձեր հաղթանակի պարագայում, որը երաշխավորված չի, բայց ենթադրենք։ Դե շատ կարևոր է որ ով ինչի համար է թիրախավորվում։ Հիմա եթե կան քաղաքական ուժեր, որոնց օրակարգային հարցերից մեկը բերելու է նրան կամ խոսույթը բերելու է նրան, որ երկրի համար ազգային անվտանգության ռիսկեր առաջանան, չէ, այդ շարունակվելու է։ Եվ ես հույս ունեմ, որ դա նաև իր իրավական հանգուցալուծումը կստանա։ Այսինքն կախված է կոնտեքստներից, բովանդակությունից։ Հիմա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեման հաստատ հունիսի 7-ով չի ավարտվելու, միշտ շարունակվելու է, մինչև որ վերջին ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձվի պետություն։ Եվ դա առաջացնելու է trigger, նյարդ այն մարդկանց մոտ, ովքեր անհամաձայնություն ունեն դրա հետ կապված, կամ իրանց հետ փոխկապակցված, կամ մարդկանց ովքեր դեռևս թիրախում չեն, բայց նյարդայնանում են, որովհետև մտածում են, որ ինչ որ մի տարի, ինչ որ մի տեղ շեղվել են օրենքից։ Դա նորմալ չի, դա պետքա այդ նյարդը լինելու է, դա շատ բնական է, որովհետև վերջերս մի բան չեմ էլ ուզում անվանական չթիրախավորենք, իմաստ չունի, նայում ես 59 հատ գույք։ Ես տանը նստած եմ, կնոջս ասում եմ, մեկը ինչքան էլ մարդկային ագահությունը ինձ, այսինքն հիպոթետիկ հասկանալի է, գիտես, որ տենց երևույթ կա չէ, երևի բնության մեջ։ Հետո մտածում ես այդ ագահություն չի, ուրիշ բան է երևի։ Մենք իրանցից էլ ենք feedback ստանում ու feedback-ը շատ խնդալու feedback է, էլի հիմնականում ոչ թե նրա մասին է, որ դեսի այդքան շատ չի կամ այդքան քիչ չի, այլ նրա մասին է, որ խոսքի օրինակ ասենք 59, կարող է պարզվի, որ 30 հատը գարաժ է։ Ու դա ինչ որ ձև թեթևացնում է, էլի։ 59 հատ։ Մի անգամ տենց հարցում ճաշի սմարթը։ Մոլորեցնող։ Էկվար 50 բնակարան ունի։ Ասեմ ես ձեզնից չեմ բողոքում։ Ասեմ 4 բնակարանը հերիք է, էլի նորմալ կյանքը վայելու համար 130-ը մի քիչ too much է, հետո չերես-չերեսին էդի սաղ բնակարան չի, մի բաս օֆիսներ են։ Բան կար, ասենք ավտոկայանա դաժ գարաժ չէ, էլի պարքինգ է։ Ես ասեմ, որպես այդ բանը, հա, ամփոփում ես թեմայի, լավ է, որ օրենսդրությունը տալիս է հնարավորություն գնալ հաշտության։ Թող որ այսօրվա մեր եթերով մենք փոքր-ինչ նպաստենք նրան, խնդրենք, հորդորենք։ Ես չեմ ամաչում, ասում, խնդրում եմ այդ բոլոր մարդկանց ուղղակի, որտեվ կարծեմ ինչ որ մի հատված մնում է իրանց, չէ, գործող օրենսդրության, եւ որին ես կողմ եմ քվեարկել ժամանակին մեծ սիրով։ Այդ բավարար է իրանց, հավատացնում եմ իրենց, ձեզ չէ, գիտեմ դուք եք հավատում, բավարար է, ասենք 5 տուն, եթե իրանց մնա կամ ինչ որ գույք, իսկապես կարելի է այդպես եւս երջանիկ լինել։ Ու շատ արագ այդ համերաշխությունը իրանք եւս նպաստեն, գնան կարգավորեն այդ հարցերը ու ժողովրդին էլ չներվայնացնեն, պետական ռեսուրսները ահագին դրա վրա ծախսվում ի վերջո, չէ՞։ Տարբեր մարմիններ, համակարգեր են աշխատում, բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել,
Ես ի պաշտոնե ուղակի չեմ խոսի, բայց ես ակնկալում եմ, որ քաղաքական դաշտում այդ խոսույցը լինելու է, որովհետև կան խաղցկեղներ, որոնք պիտի լավ ոնց ասեմ, բանը մակեդոնացու Գորդիան հանգույցի մասին, չգիտեմ, լսել եք։ Կան հանգույցներ, որոնք արձակել, քանդել հնարավոր չի, դա պետքա կտրել։ Եվ դա ճշմարտություն է։ Եվ չեմ ուզում, որ մենք տենց ուղակի ուտոպիստական կամ ռոմանտիկ ինչ-որ բաներով առաջնորդվենք։ Մեր երկրի հետ ինչ-որ բաներ են տեղի ունեցել եւ ամբողջությամբ չի, որ դրանց հետևանքները մեզ համար տեսանելի են։ Կան հանգույցներ, որոնք պիտի կտրվեն, բայց խիստ փոխաբերական իմաստով եմ սա ասում։ Ես հույս ունեմ, որ ուղղակի, որ ինչքան շուտ դա տեղի ունենա, այդ հանրային համընդհանուր համերաշխությունը կգա։ Որտեւ այդ նյարդիստը փոքրիկ կանխատեսում փորձեմ անել, իսկ ինքան քիչ մարդ է մասնակցել ընտրություններին, հենց զուտ այդ մենակ sense երկու բաների ամենաշահագրգռված մարդիկ, իսկ մեծ ամասնությունը ասես մնալու է տանը։ Որտեւ իրականում շատ տխուր է։ Այս հարց չէ, այս հարց չի։ Շնորհակալ եմ շատ ժամանակի համար, իսկ լավ երկար գնացինք։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարներ մեր հյուրը, եթե կան հարցեր գրեք կոմենտներում, լուրջ քաստներ, հանդիպենք մի շաբաթ։ Այո, եւ հիշեք, never ever start a conversation by saying how are you? How's work? So